միացավ, ողջունում ենք բոլորիդ, սիրելի մասնակիցներ, ինչպես արդեն մենք խոստացել ենք յուրաքանչյուր շաբաթ օր ունենալու ենք վեբինարների շարք, ՏՀՏ-ի մեր ուրեմն մասնագիտական, այսպես զարգացման ուղղված աշխատանքներ կատարելով, հայտարարությունը ավելի վաղ էինք դրել, շատ այսպես հարգելի պատճառով ընկեր Խաչատրյանը այսօր ներկա չէ վեբինարին եւ ինքը չի բացումն անում, սակայն հոգով եւ սրտով այս պահին մեզ հետ է։ Ուստի բոլորս արդեն գիտենք, որ այսօրվա դասընթացը իրականացնելու է Շուշանիկ Ամիրխանյանը եւ սիրով խոսքը տրամադրենք Շուշանիկին եւ սկսենք դասընթացը։ Շուշանիկ ջան։ Շնորհակալ եմ Գոհար ջան, բարի երեկո սիրելի ուսուցիչներ, շատ ուրախ եմ այսօր այստեղ լինելու համար, այսքան մեծ քանակությամբ ուսուցիչներ տեսնելու համար, հուսով եմ դասընթացը ձեզ օգտակար կլինի, կարող եք օգտագործել ձեր գործունեության ընթացքում, ինչպես արդեն տեղեկացրել էինք կխոսենք Classroom-ից, բայց հետո հասկացանք, ի սկզբանե որոշել էինք միայն Classroom-ը ներկայացնել, բայց հետո հասկացանք, որ միայն Classroom-ը քիչ է, կարելի է նաև բլոգը ավելացնել եւ այդպես էլ արեցինք, այսօր ձեզ կներկայացնենք երկու հարթակ, Classroom եւ բլոգ, եւ հիմնական ուղղվածությունը կտանենք դեպի նախագծային աշխատանքներ, թե ինչպես կիրառեք այդ հարթակները նախագծային աշխատանքներում։ Ես կիսեմ իմ էկրանը եւ սկսենք։ Իրականում ես աշխատելու եմ մի քանի Gmail-երով, որպեսզի զուգահեռ եւ ուսուցչի տեսակետից ցույց տամ հարթակը եւ աշակերտի տեսակետից։ Ուրեմն այսպիսով Google Classroom-ը գծված է Google-ին, այսինքն արդեն իսկ անունը հուշում է։ Որպեսզի դուք կարողանաք օգտվել տվյալ հարթակից, պետք է ունենաք գրանցված Google օգտատեր լինեք որպես գրանցված, այսինքն Gmail ունենաք։ Այդ մասին անցած հանդիպման ժամանակ խոսել են մեր աղջիկները, ես այլևս դրան չեմ անդրադառնա, որպեսզի հասկանաք արդյոք դուք մուտք գործածեք ձեր Google հաշիվ, այս Google-ի վերևի այդ մասում կերևա ձեր ակաունտը, նայեք, երբ որ ես դնում եմ ցուցիչ մկնիկի վրա, ցույց է տալիս իմ ակաունտը։ Google Classroom մուտք ենք անում այս Google-ի հավելվածների էջից, եթե բացենք կտեսնենք Google Class, բայց մի բան ասեմ, երբեմն այս class-ը կամ classroom-ը կամ հայերեն կարող է լինել տարբերակները, այստեղ չի լինում, որպեսզի եթե չլինի, դա նշանակում է, որ այդ պահին դուք ձեր ակաունտում չեք, կամ եթե չլինի, ապա դուք այստեղից կարող եք որոնման տողում գրել Classroom եւ բացել հարթակը։ Ուրեմն այսպես գնացինք։ Ես այս պատոհանը Գոհար ջան, եթե ձեռքեր լինի, մի հատ ինձ ասել, ինչպես ենք անում ընթացքում կարող են ձեռք բարձրացնել հարց տալ, թե հարցերը գրանցեն վերջում կտան, ինչպես կազմակերպենք, թե ես որոշեմ։ Հա, ավելի լավ է, Շուշանիկ ջան, դուք որոշեք, բայց ընթացքում եթե ձեռքեր լինեն, ես հետևողական կլինեմ ձեռքերին, բայց ձևաչափը դուք որոշեք։ Հա, այդ դեպքում թող հարցերը տան ընթացքում, ուսուցիչներ ջան, ընթացքում իմ ասածի վերաբերյալ, եթե հարցեր լինեն, ձեռք կբարձրացնեք, դե ուրեմն ես ձեռքերից չեմ հետևում, Գոհար ջան, դու կասես, ես չեմ նայում ձեռքերին, որովհետև ինձ այդ պատոհանը խանգարում է։ Սա Classroom-ի հարթակն է, ես արդեն իսկ ունեմ այստեղ ստեղծված երկու դասարան, եթե դուք առաջի անգամ մտնեք, ապա ձեր այս հարթակը էջը լինելու է դատարկ։ Սկսենք նրանից, թե ինչպես ենք ստեղծում դասարան։ Վերևի աջ անկյունում կա պլյուսի նշանը, երբ որ սեղմենք, մեզ համար բացում է երկու հրաման։ Միանալ դասընթացին, սա այն դեպքն է, երբ որ դուք արդեն պետք է միանաք մեկ այլ օգտատիրոջ ստեղծած դասընթացին եւ մենք այսօր մեզ այս պահին պետք կլինի ստեղծել կուրսը, երբ որ մենք ինքներս ենք ստեղծում մեր դասարանը։ Ընդունում ենք պայմանները եւ տալիս ենք շարունակել։ Բնականաբար պետք է ստեղծենք մեր կուրսի կամ դասարանի անունը,
Քանի որ մենք նախագծով ենք, նախագծային աշխատանքի համար եմ ես ավելի շատ ուզում ցույց տամ, հենց այդպես էլ գրեմ նախագծային աշխատանք։ Իհարկե անունը դուք կդնեք այնպես, ինչպես կարիքը կլինի։ Մյուսները կարող ենք բաց թողել եւ ստեղծեցինք միանգամից բացում է հենց մեր դասարանի էջը, բայց եթե դուք ցանկանում եք հետ գնալ գլխավոր էջ, այս ձախ մասից սեղմում ենք Classroom հրամանի վրա եւ բացվում է մեր գլխավոր էջը։ Տեսեք, արդեն ավելացել է նախագծային աշխատանք դասարանը։ Ես սեղմում եմ առաջինը, եկեք նայենք ինչպիսի կարգավորումներ կարող ենք անել մեր դասարանի համար։ Ունենք անհատականացնել հրամանը, որով մենք կարող ենք ընտրել գունային ֆոն, կարող ենք ընտրել լուսանկար, տեսեք այստեղ ինքը առաջարկում է որոշակի թեմատիկ լուսանկարներ, որը որ կարող ենք դնել, եկեք տեսնեմ ինչ այլ տարբերակ կա, հետաքրքիր, լավ, պատահական որևէ մեկը ընտրեմ, ընդունել, Եթե դուք ունեք նկար, որը որ ցանկանում եք վերբեռնել ձեր համակարգչից, այստեղ ունենք վերբեռնել լուսանկարը, կառաջարկի տալ որոնել, կբացի ձեր համակարգչի հիշողությունը, որտեղից կարող եք ընտրել անհրաժեշտ նկարը։ Պահպանում ենք կարգավորումները։ Հաջորդ կարգավորումը, որ ցույց կտամ, վերևի աջ անկյունից նորից սեղմենք, եթե ցանկություն կա անունը փոխել, կուրսի նկարագրություն կարելի է դնել, այստեղ ունենք հրավերի կոդեր, բնականաբար եթե մենք ստեղծել ենք դասարան, ապա պետք է մասնակիցներ հրավիրենք, դրանք կարող են լինել աշակերտներ, կարող են լինել գոլեգաներ, նայած թե ինչ նպատակի համար է ստեղծված դասարանը։ Այստեղ տեսեք կա կառավարել հրավերի կոդերը միացված է, այսինքն դա նշանակում է, որ մենք կարող ենք վերականգնել, թարմացնել, փոխել կոդը եւ կարող ենք անջատել հրավերի կոդը, ենթադրենք դուք նախատեսել եք խումբը ստեղծել 30 մասնակցի համար, 30 մասնակիցները միացել են կամ ձեր դասարանի բոլոր աշակերտները միացել են, անջատում եք այս միացման հնարավորությունը հղումը, որպեսզի այլ մարդիկ այլևս չկարողանան միանալ ձեր խմբին։ Այստեղ կա հղում, դուք կարող եք պատճենել հղումը եւ ուղարկել ձեր աշակերտներին, ովքեր հղումով կմիանան ձեր դասարանին, ինչպես նաեւ կա ծածկագիր կոդ, որով որ մենք հիմա ցույց կտամ ինչպես որպես աշակերտ միանալ, ներքևում սթրիմը դա այդ գրառումների առաջի էջն է, որտեղ որ արագ շփման համար այսպես զրուցարանն է, մենք կարող ենք մեր ուսանողներին տարբեր դերեր տալ, երբ որ ուսանողները կարող են հրապարակումներ անել, կարող են միայն մեկնաբանել եւ միայն ուսուցիչները կարող են հրապարակումներ անել։ Այստեղ իջնենք ներքև գնահատման համակարգին կանդրադառնամ հետո, քանի որ ոչինչ չեմ փոխել, պարզապես դուրս եմ գալիս, այստեղ նայեք առարկայի ծածկագիրը այս հատվածում եւս ցուցադրվում է եւ եթե ցանկանում եք ուղարկել կոդը ձեր աշակերտներին, այստեղից եւս կարող եք վերցնել։ 3 կետիկներին սեղմելով տեսեք կամ հրավերը, կամ կուրսի ծածկագիրն եք ուղարկում եւ այլն։ Այս առաջի էջը դա մեր զրուցարանն է կամ այսպես ասած չաթն է, որը որ նախատեսված է արագ հաղորդագրությունների, շփումների, ինչ որ ինֆորմացիա տեղադրելու համար։ Ենթադրենք նոր առաջադրանք եք ավելացրել, այստեղ գրում եք, որպեսզի ձեր աշակերտները անմիջապես տեսնեն։ Կներեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես առաջի բանը, որ մենք պիտի անենք, դա մեր ուսանողներին այստեղ ավելացնելն է։ Հիմա ես բոլոր տարբերակները ցույց տամ։ Առաջինը կարող եմ պատճենել այս կոդը, ես որպես աշակերտ կհանդիսանամ այսօր, պատճենեցի հրավերը, մտնում եմ իմ մեկ այլ ակաունտ, մեկ այլ հաշիվ, գալիս եմ Google Classroom, Սա կարիք կլինի նաև ձեր աշակերտներին բացատրել, տալիս եմ պլյուսը և միանալ դասընթացին։ Ահա, այստեղ ես տեղադրում եմ առարկայի ծածկագիրը, բայց միայն վերջի թվերը ես ավելացրանք չպիտի բերեր։
և սեղմում եմ միանալ։ Արդեն ինձ հասանելի է, այսինքն մեկ օգտատիրոջ հասանելի է մեր դասարանը, նախագծային աշխատանքներ։ Մյուսը եկեք հղումի միջոցով բացենք, այստեղից պատճենել կուրսի հրավերի հղումը, և կարող ենք չաթով ուղարկել, այս պահին ես չեմ ուղարկի, մեկ այլ տարբերակ ինչպես ավելացնեք ձեր ուսանողներին, մտնում եք մարդիկ և եթե դուք ունեք իրենց էլեկտրոնային հասցեները, Gmail-ները, այս մասում սեղմում եք այս բլուսով մարդուկին և տեղադրում եք բոլոր այն էլեկտրոնային հասցեները, որոնք կունենաք, հիմա ես կարող եմ իմ մեկ այլ հասցե ավելացնել, կարող եմ նաև Գոհարին ավելացնել և հրավիրել։ Այս դեպքում տրված մեյլերի վրա գնալու է հրավեր և մասնակիցը կարող է ընդունել հրավերը։ Հիմա նայենք, հեսա տեսնեմ, կգա, մի քիչ։ Տեսեք ցույց է տալիս, որ դպրոցի էջում եմ ես իրական ստեղծել կլասը և եթե սեղմեմ միանալ դասընթացին, ես անմիջապես կմիանամ դասընթացին։ Տվյալ պահին արդեն տեսեք իմ մոտ ցույց է տալիս, թարմացնեմ էջը, ուսուցչի էջով ցույց է տալիս, որ այս երկու մասնակիցներ ընդունել են հրավերը և միացել են դասարանին, իսկ Գոհար Գրիգորյան մեյլով օգտատերը դեռ չի ընդունել հրավերը, սրանով դուք կարող եք կառավարել, արդյոք կարողացել են միանալ, թե չէ։ Եթե դուք ունեք գործընկեր ուսուցիչներ, ում ևս կարիք ունեք հրավիրել ձեր դասարան, ովքեր ձեր հետ, գուցե խմբային ձեր նախագծային աշխատանքը միջառարկայական է կամ թիմով եք աշխատում, նույն ձևով ուսուցիչներ բաժնում մենք կարող ենք ավելացնել ուսուցիչ։ Արդեն ուսուցիչը կունենա այնպիսի հնարավորություններ, ինչպիսին որ դուք ունեք։ Հաջորդը եկանք առաջադրանքները, այն բուն բաժինը, որտեղ որ ստեղծում ենք մեր նյութերը։ Ես մի հատ ցույց տամ, կներեք, մեկ այլ դասարան բացեմ, ցույց տամ, որ որպես աշակերտների դասի նյութ, տեսեք, այն ժամանակ, երբ որ դեռ դասագրքերը չկար, այսինքն այս տարի է, որ դասագրքեր ունենք, ես աշակերտների համար ստեղծել եմ այս նյութերը, փոխանցել եմ իրենց և իրենք կարողացել են այս նյութերի միջոցով իրենց դասերն անել։ Սա օգտագործել եմ որպես դասերի համար նախատեսված նյութեր։ Սա որպես մեկ տարբերակ։ Հիմա ես ցույց տամ արդեն այն տարբերակը, որը որ նախագծի համար կանենք։ Ես ընդհանրապես առաջարկում եմ միշտ թեմաներ ստեղծել, նայեք, հնարավորություն եմ ես տալիս ստեղծել հանձնարարություն, թեստով հանձնարարություն, հարցում, նյութ և թեմա, քանի որ մենք սովորաբար մեր հրապարակումներն ունենում ենք տարբեր թեմաներով, առաջարկում եմ ի սկզբանե ստեղծել թեմա։ Եթե մենք ունենք նախագիծ, որտեղ կատարվում է խմբային աշխատանքներ, հենց կարող է մեր թեմաները լինել խմբերի անվանումները։ Օրինակ խումբ 1, ևս մեկը կարող եմ ստեղծել թեմա և խումբ 2։ Եթե ունեք 4 խումբ, ապա կարող եք 4 խմբի համար ստեղծել և յուրաքանչյուր խմբի ներսում արդեն կտեղադրեք տվյալ խմբին համապատասխան առաջադրանքներ, տվյալ խմբին համապատասխան նյութեր։ Հաջորդ, մենք ձեռք ունենք, երևի թե լսենք հարցը նոր առաջանցնենք։ Հարգելի Օքսանա Մովսիսյան ջան, լսենք ձեզ։ Այո, բարի երեկո բոլորին, ընկեր Ամիր Խանյան, ուզում էի ճշտել լինելու էի ձայնագրությունը, հիմա մի փոքր հարմար չէր, որ դասընթացին լինեի, եթե կլիներ։ Ձայնագրությունը միացված է, այո, ձայնագրությունը միացված է, Facebook-ի էջում կտեղադրվի, դուք հնարավորություն կունենաք նայել։ Եղավ, շնորհակալ։ Տեսություն, շնորհակալ։ Էլի ունենք Գոհար ջան, թե վերջ։ Անցնեմ առաջ, որ լինի կշարունակենք։ Հիմա եկեք խմբերի համար ստեղծենք առաջադրանքներ։ Հաջորդը, որը որ ես կուզեմ անեմ, դա սովորական հանձնարարությունն է։ Ես սեղմում եմ հանձնարարություն և այստեղ որոշում եմ, թե ինչ հանձնարարություն եմ տալու աշակերտներին։ Ենթադրենք առաջի փուլն է և մեզ ընդամենը անհրաժեշտ է հավաքել որոշակի տվյալներ։
տալիս եմ հանձնարարության վերնագիր, օրինակ տվյալների հավաքագրում։ Տվյալների հավաքագրում։ Այստեղ կարող եմ ցուցումներ դնել, այսինքն նկարագրել, թե աշակերտները ինչպիսի տվյալներ են հավաքելու եւ ես ինչ եմ ակնկալում նրանցից ստանալ։ Այսինքն նկարագրել առաջադրանքը։ Եկեք նկարագրեմ, էլի, օրինակ հավաքել տվյալներ, օրինակ բուլինգի մասին ենթադրենք, բուլինգի մասին, եկեք ես սա ջնջեմ փոքրատավ, եւ այստեղ ցանկանում եմ իմ աշակերտների համար նշել, որ աշխատանքը ներկայացնել Word-ի ֆայլի միջոցով, Word նիշքի միջոցով, կամ դոկումենտի միջոցով, արդեն այստեղ բաց կլինի։ Ըստ անհրաժեշտության, ցանկացած նյութի, առաջադրանքի եւ այլնի դուք կարող եք գցել որոշակի ռեսուրսներ։ Նայեք, մեր էջի ներքևի հատվածում կան տարբեր հնարավորություններ։ Առաջինը Drive-ն է, որը բացում է մեր հենց Google Drive-ը, այն մեյլի Google Drive-ը, որով որ մենք միացած ենք։ Այստեղից մենք կարող ենք ընտրել ինչ-որ ֆայլեր, որոնք որ անհրաժեշտ է գցել։ Ենթադրենք ունենք մեծ գրքեր ունենք, նյութեր ունենք, որոնք տրամադրում ենք աշակերտներին, որից օգտվելով նրանք կարող են հավաքել մեզ անհրաժեշտ մեր առաջադրանքին համապատասխան տվյալները։ Կարող ենք վերբեռնել մեր համակարգչից տվյալները, սա մեր Drive-ն է, նույն աստղանշված էլի մեր Drive-ն է, եթե չեք գտնում, կարող եք այստեղ որոնել։ Ընտրված ֆայլը, եկեք օրինակ այստեղից ինչ-որ մի հատ ֆայլ գցեմ, օրինակ սա հենց, թող գծված լինի այս ֆայլը։ Նույն հաջողությամբ կարող ենք գցել YouTube-յան որևէ հղում, ընդ որում մենք անմիջապես այստեղ կարող ենք որոնել, տեսնեմ կբերի նման, եւ բերում են տարբեր, սխալ գրեցի ոնց որ, բուլինգ, ոնց որ լավ նյութեր չի բեր, լավ, այս մեկը, տվեցի ավելացնել եւ կարելի է նման մի քանի հատ ավելացնել, հաջորդը մենք ինքներս կարող ենք ստեղծել որոշակի նյութ, տեսեք, տեղադրել Google փաստաթուղթ, այսինքն մեր Drive-ի մեջին ստեղծենք փաստաթուղթ, կարող ենք սլայդ ավելացնել, աղյուսակ, գծագիր, ձևաթուղթ եւ տեսանյութ կարող ենք ավելացնել։ Ցանկացածը, եթե ես ընտրեմ փաստաթուղթ, ինքը տեսեք ստեղծում է ավտոմատ փաստաթուղթ եւ հնարավորություն է տալիս այստեղ տեղադրել որոշակի նյութ։ Ենթադրենք մենք բավականին շատ նյութ ունենք եւ ցանկանում ենք դա տրամադրել մեր աշակերտներին, որպեսզի իրենք այս նյութը եւս ուսումնասիրեն, մշակեն։ Ահա։ Հիմա աջ մասում մենք ընտրում ենք, թե ում ենք հանձնարարում, ում ենք տալիս այս հանձնարարությունը։ Տեսեք, այստեղ կան բոլոր ուսանողները, մենք կարող ենք բոլոր ուսանողներին նշել կամ կարող ենք հանել եւ թողնել միայն խումբ 1-ին պատկանող ուսանողներին։ Այստեղից ընտրում եմ թեման, այսինքն իմ խումբ 1-ն է, այս հանձնարարությունը կլինի խումբ 1-ի մեջ։ Հիմա Google Classroom-ը հնարավորություն է տալիս ստեղծել ռուբրիկ, քանի որ նախագծային աշխատանքի մեջ որպես այդպիսին մենք ընթացքում միավորային գնահատում չենք անում, միայն վերջում ենք անում, բայց մենք կարող ենք ամբողջ ընթացքում կատարել ձևավորող գնահատում։ Ես սեղմում եմ ռուբրիկին, ստեղծել ռուբրիկ, եթե ուրիշ ունենամ ստեղծած, կտամ նորից օգտագործել։ Այստեղ մեզ հնարավորություն է տալիս միավորային գնահատում անել, բայց եթե վերևի նշիչը ես անջատեմ, այլևս միավորային գնահատումը կհանի, որը այս պահին մեր համար ավելի կարևոր է։ Մեզ դա է պետք, այսպես ասեմ։ Հիմա հերթով նշում ենք այդ ռուբրիկի չափանիշները եւ այլն։ Եկեք այսպես գրեմ բովանդակություն։ Ես արագ պատահական անուններ եմ տալիս, ենթադրենք օրինակ առաջի չափանիշը ամբողջականությունն է։
թե աշակերտը ինչքան է ամբողջական հավաքագրել նյութը եւ այստեղ կարող եմ նկարագրել, որ ներառում է շատ ինֆորմացիա, տեղեկույթ գրեմ, տեղեկույթ, արկա է օրինակներ։ Իհարկե, իրականում եթե ստեղծենք, շատ ավելի մանրամասն կարող ենք գրել, որովհետև ռուբրիկը հուշում է աշակերտին, թե մենք իրենից ինչ պահանջներ ենք սպասում։ Եթե ինձ պետքա եւս մեկ ռուբրիկ ավելացնեմ, օրինակ ներկայացումը, որքանով է գեղեցիկ տեքստը հավաքել, ինչքանով է նկարներ դրել եւ այլն, ընդհանրեն գեղեցիկ է, կան նկարներ, գծագրեր եւ այլն։ Կարող եմ եւս մեկը ավելացնել, չգիտեմ, այստեղ ինչ կարող եմ ավելացնել։ Ամբողջականություն, ներկայություն, էլ ինչ ավելացնեմ, միտքս բան չեկավ։ Լավ, կարծում եմ այս մի առաջադրանքի համար երկու հատ է, ինչպես? Պաշտպանություն։ Պաշտպանություն կամ եկեք գիտեք ոնց գրենք հեղինակային կամ անվտանգություն։ Անվտանգություն, այսինքն ենթադրենք գրենք պաշտպանված են, օրինակ, պաշտպանված են հեղինակային իրավունքները։ Իրավունքները անվտանգ էջերից են։ Վտանգ էջերից է օգտված։ Հիմա սա բովանդակությանն էր վերաբերվում, մենք ներքևից կարող ենք մեկ այլ չափանիշ ավելացնել եւ նույն հաջողությամբ գրել այս չափանիշները։ Տալիս ենք պահել, հա, այս մեկը պիտի եկեք հեռացնեմ երկրորդը։ Իրական նախագծի համար շատ ավելի հեշտ կլինի այս չափանիշները գրելը։ Տալիս ենք պահպանել եւ տալիս եմ հանձնարարել։ Գցել այս ֆայլը։ Տեսեք, այս ֆայլը, որ ես գցել եմ, թույլ չի տալիս գցել։ Եկեք ես մի ֆայլը ջնջեմ։ Հանձնարարել, գուցե չնայած ինչ ֆայլ է, այլ մարդու էջից է բերված։ Հիմա տեսեք, հանձնարարությունը ստեղծված է եւ եթե ես մտնեմ իմ ուսանողի էջով, հիմա կգա վրաս, կտեսնեք, որ ուսանողը ստանում է ծանուցում այն մասին, որ ուսուցիչը իր համար ստեղծել է առաջադրանք։ Մի քիչ ուշ է գալիս, բայց ոչինչ, ես այստեղ կարող եմ նայել։ Հիմա որպես աշակերտ ես բացում եմ առաջադրանքները։ Ես խումբ 1-ն եմ, տեսեք, աշակերտը տեսնում է միայն խումբ 1-ի առաջադրանքը, խումբ 2-ը ես չեմ տեսնում, որովհետև ուսուցիչը չի ցուցադրել։ Բացում եմ, ասում եմ դիտել ցուցումները, նայում եմ տվյալների հավաքագրում, այստեղ գրած է հավաքել տվյալները, աշխատանքը ներկայացրել Word-ի միջոցով։ Աշակերտը հնարավորություն ունի տեսնել ռուբրիկը, որով որ ինքը գնահատվելու է կամ այն պահանջները, որը դրված են իր առաջ։ Ենթադրենք հավաքում անյութ, տալիս է աջ մասից ավելացնել կամ ստեղծել։ Կարող ենք միանգամից ինքը Drive-ում, կասեմ հիմա որտեղ է պահպանվելու այս էջերը, ստեղծում է փաստաթուղթ։ Այստեղ ներկայացվում է աշակերտի աշխատանքը, այսինքն միանգամից մեր classroom-ի մեջ աշակերտը կարողանում է ստեղծել փաստաթուղթ, ինքը կարիք չունի այլ տեղ ստեղծի, հետո բերի գցի, չնայած դա էլ կարող է անել, բայց այս տարբերակը շատ ավելի հեշտ է։ Ներկայացվում է աշակերտի աշխատանքը։ Ավարտեց աշխատանքը, մի քանի օր գրեց, վերջացրեց, գալիս է հանձնել, սեղմում է հանձնելն, բայց եթե աշակերտը ինչ-որ մի բան չի հասկացել, կարող է մեկնաբանություն ավելացնել, ուսուցչին հարց տալ, ենթադրենք առաջադրանքի շուրջ։ Տալիս եմ հանձնել։ Հիմա ուսուցչի էջով, եթե ես մտնեմ մարդիկ, ու սեղմեմ օրինակ իմ ուսանողին, հիմա կտեսնենք, տեսեք ցույց է տալիս, որ ուսանողը առաջադրանք է ներկայացրել, տալիս եմ դիտել մանրամասները, բացում եմ, նայում եմ աշակերտի հավաքած նյութը նայում եմ, եթե ես ուզում եմ գնահատել, դնում եմ միավորային գնահատական, եթե չեմ ուզում ներքևում տալիս եմ որոշակի մեկնաբանություն, գուցե թերի է,
Այս ռուբրիկի միջոցով կարող եմ գնահատել, օրինակ, ամբողջական է, տալ մեկնաբանություն գրեմ շատ լավ է, օրինակ, և տալիս եմ վերադարձնել, սա պարտադիր անում ենք, որպեսզի աշակերտը տեսնի մեր դրած գնահատականը կամ այն, որ մենք նայել ենք, մեկնաբանել ենք և այլն։ Խնդրում եմ, ովքեր, որ չեն խոսում, ձեր միկրոֆոններն անջատեք, սիրելի ուսուցիչներ։ Ստուգեք ձեր միկրոֆոնները և անջատեք, շնորհակալություն։ Այսպիսով մենք կարող ենք արդեն տեսեք ուսուցչի էջում ևս երևում է, որ մենք տվյալ աշակերտին գնահատել ենք։ Այստեղ ցուցումներ բաժնում երևում է մեր առաջադրանք, ուսանողի աշխատանք բաժնում երևում է ուսանողները ու նրանց աշխատանքները։ Հիմա մյուս ուսանողը ոչինչ չի ներկայացնել և ընդամենը գրում է, որ հանձնարարված է, որովհետև աշակերտը դեռ ոչինչ չի ներկայացրել։ Եկեք գանք մեր գլխավոր էջ, նախագծային աշխատանքի։ Սա առաջադրանքների հետ կապված։ Հիմա նույն հաջողությամբ կարող ենք մյուս խմբի համար էլ առաջադրանք ստեղծել և հանձնարարել աշակերտներին կատարել։ Հաջորդը ինչ կարող ենք ստեղծել։ Թեստով հանձնարարություն, սա օրինակ կարող է լինել գնահատում հենց կարելի անել, ենթադրենք օրինակ առաջադրանք եք տվել հենց դպրոցի հետ կապված, օրինակ ձևավորող գնահատում եք ցանկանում անել կամ հենց միավորային գնահատում եք ցանկանում անել, այս գործիքը միանգամից մեր Classroom-ին գցում է Google Forms, այստեղ բերեք գրեմ թեստային աշխատանք, այստեղ կարող եմ ընտրել թեմաները, խումբը, խումբ 1 չի թույլ տալիս, երկուսին էլ միանգամից գցեմ, ցուցումներ կարող եմ տալ և եթե բացեմ սեղմեմ այս ֆորմայի վրա, ինքը միանգամից բերում է Google Form-ը բացում է, որտեղ կարող ենք թեստը ստեղծել։ Իրականում հիմա չեմ անդրադառնա Google Form-ային, որովհետև գիտուսով նախատեսում ենք նաև ևս մեկ հանդիպում կախված այս առցանց թեստերի կազմության հետ կապված այդ թեմայով, դրա համար հիմա սրան չեմ անդրադառնա, պարզապես կարող եմ գրել ենթադրենք հարց 1, պատասխանները, օրինակ, չի թույլ տալիս 2 հատ, և վերջ, կարող եմ ուղղակի փակել, այս դեպքում երբ որ տամ հանձնարարել, տվյալ թեստային աշխատանքը կգնա բոլոր ուսանողներին, մի րոպե բացեմ, տեսեք, աշակերտի էլեկտրոնային փոստին գալիս են նամակներ, որ հանձնարարություն է տրված, որ ուսուցիչը դիտարկել է և վերադարձրել է, այսինքն ես գնահատել եմ, հետ եմ վերադարձրել։ Սա թեստային էր, հաջորդը, որը կարող ենք ստեղծել, դա հարցն է։ Սա պարզապես հարցում է, ենթադրենք ցանկանում եք մի հատ օնլայն հանդիպում դնել աշակերտների հետ, որովհետև շատ հաճախ նախագծային աշխատանքները ավելի շատ ժամանակատար են, քան դպրոցում հատկացված մի հատ 45 րոպեն, օրինակ հարցում եմ անում երեխաների հետ, երբ է հարմար կազմակերպել, կամ օրինակ ընտրեք, կոնկրետ նշեմ, ոչ թե ասեմ երբ է հարմար, այլ ասեմ ընտրեք հարմար հանդիպման օր։ Այստեղ կարճ պատասխան, մի րոպե, պատասխաններ դնեմ, ոչ թե կարճ պատասխան, տեսեք, կարող է երեխան ինքը լրացնել, բայց ես ցանկանում եմ տարբերակներ տալ, օրինակ ես ուսուցիչն եմ, որոշում եմ օրինակ գրեմ շաբաթ, ենթադրենք 20:00-ին, թվերս անջատվել է, 20:00, հաջորդը գրում եմ օրինակ կիրակի, 20:00 և կարելի է էլի ավելացնեմ, օրինակ գրեմ չորեքշաբթի, շաբթի, օրինակ 21:00, ուսուցիչներ ջան, խնդրում եմ ձեր միկրոֆոններն անջատեք։ Շենք ջան, ես հիմա անջատեմ, դուք միացրեք, հա ձերը։ Եղավ գոհար։ Հիմա տեսեք, կարող եմ բոլորին հանձնարարել, կարող եմ ընտրել որոշ ուսանողների միայն նրանց հանձնարարել, տալիս եմ հարցնել և հարցումը գնաց աշակերտներին, հիմա եկեք աշակերտի էջով բացեմ, լրացնեմ ու տեսեք, թե ուսուցիչը ինչպես է տեսնելու
այդ հարցումի պատասխանը։ Բավականին շատ են classroom-ի գործիքները, ուսուցիչներ ջան, երբ որ դուք սկսեք կիրառել բնականաբար աստիճանաբար եք կիրառելու, միանգամից այսքան շատ աշխատանք չի արվելու, քիչ-քիչ որ անեք, կստացվի, չվախենաք այսքան մեծ ծավալից ու շատ գործիքներից։ Հիմա տեսեք, աշակերտի էջից եմ բացեց աշակերտը ընտրել չորեքշաբթի և տվեց հանձնել։ Կարող եմ մյուս աշակերտի էջից էլ անել։ Ընտրել, ենթադրենք, այս մեկն է մյուս օրը, չէ, լավ, բերեք նույն օրը կամ լավ, տարբեր օրեր ընտրեմ, հանձնել։ Եկա այստեղ, բացեցի և տեսեք, ուսուցիչը իր էջից տեսնում է, որ մեկ մասնակից ընտրել է կիրակին, մեկ մասնակից ընտրել է չորեքշաբթին, դե իհարկե եթե շատ լինեն մասնակիցները, ընտրությունը արդեն այլ ձևով կլինի։ Կարող եմ տալ դիտել պատասխանները, այստեղ երևում է նույնիսկ ով ինչպես է կատարել իր ընտրությունը, կարող ենք մեկնաբանություններ ուղարկել, ենթադրենք միայն մեկ աշակերտ այլ օր է նշել, հարցնենք արդյոք քեզ հարմար է փոխես քո օրը մեկ ուրիշ ավելի հարմար օր ընտրես եւ այլն։ Ցանկացած ձևով հետադարձ կապի հնարավորություն է տալիս, այ իրականում այդ մեկնաբանություններ գրելը եւ պատասխանելը դրանք բոլորը հետադարձ կապ են։ Կլինի այսպիսի աշխատանք, թե կլինի առարկայի հետ կապված հանձնարարություններ, դասաժամին արված հանձնարարություններ, բոլորը հետադարձ կապի տարբեր տեսակներ են։ Մյուսը, որը որ կարող ենք ստեղծել, դա նյութն է։ Սա արդեն եկեք տամ լրացուցիչ տեղեկություններ։ Հիմա այստեղ կարող ենք այդ տեքստեր բերենք, տեղադրենք, այսինքն գրում ենք պարզապես նյութեր, այստեղ հանձնարարություն չենք տալի, սա աշակերտների կրկնելու համար է, չնայած կարող ենք հանձնարարություն գցել, հիմա կասեմ ինչ ձևով, բայց եթե նյութ ենք պատրաստում, իմաստ չունի, որ այս նյութի տակ մենք հանձնարարություն դնենք, կարող ենք այս նյութին կից դնել այլ հանձնարարություն, որ աշակերտները մտնեն կատարեն, բայց միևնույն ընտրությունը ուսուցչին է։ Տեսեք, գրված բովանդակության համար կարելի է տառատեսակ ընտրել, կարելի է համարակալում կատարել, այսքան տեքստի խմբագրման գործիքներ ունենք։ Կարող ենք կցել նույն ձև Google Drive-ի ցանկացած հենց մեր Drive-ից եղած որևէ ֆայլ, կարող ենք վեր բեռնել մեր համակարգչից, այսինքն նույն գործողություններն այստեղ էլ կան։ Կարող ենք գցել օրինակ, եկեք գծապատկեր գցեմ, տեսեք ինչպես է լինում։ Ենթադրենք մաթեմատիկայից խնդիր եք տվել, երկրաչափական մի հատ պատկեր եք նկարել, օրինակ ասենք ձևը ընտրեցի, նկարեցի, կարող եմ տալ, որ լցված չլինի, թափանցիկ լինի և մի հատ էլ օրինակ շրջանագիծ գծեմ։ Օրինակ ներգծված շրջանագիծ եմ գծում քառակուսուն, կարող եմ բերել դնել այստեղ, չափերը փոխել, խմբագրել սա ևս և չափումները տալ, ասել հաշվի այս պատկերի, չգիտեմ, մակերեսը և այլն, մաթեմատիկական սովորական հանձնարարություններ կարող ենք տալ։ Հիմա և տալիս եմ վերջ, ոչինչ էլ չեմ անում այստեղ, խաչով փակում եմ, ինքը գծվել է, նայեք, ես կարող եմ սեղմել, արդեն բացվեց։ Իրականում այստեղ նաև կարելի է բան անել, գրել հանձնարարություն։ Ճիշտ է, որ ամեն ֆայլերին մենք միշտ անուններ տանք, տեսեք, այստեղ սիրուն է, սա անունը կփոխվի։ Հաջորդը կարող ենք սահիկաշար գցել, ենթադրենք ձեր այս նյութի համար դուք ունեք ստեղծված սահիկաշար, որը որ կօգնի երեխաներին ավելի հակիրճ, ավելի հեշտ սովորել։ Կգցեք ձեր սահիկաշարը կամ աղյուսակը։ Վեր բեռնել հրամանի միջոցով կարող եք այս նույն հրամաններն են իրականում, ինչ որ Drive-ի դեպքում ձեր համակարգչի հիշողությունից վեր բեռնել որևէ ֆայլ և կցել։ Մյուսը հղումն է, հիմա որ օրինակ բլոգը բացատրենք, եթե ձեր նախագծի պրոդուկտը լինելու է բլոգը, կարող եք ձեր բլոգի հղումը կամ մեկ այլ բլոգի հղում բերել տեղադրել այստեղ, եկեք օրինակ, չէ, ֆրիվերս ինչի եմ էցում, սա եկեք FreePic կայքը բացեմ, FreePic, իդեպ FreePic-ը դա
անվճար նկարների կայք է, եթե դուք այս կայքից որևէ նկար բեռնեք, ինքը հեղինակային իրավունքի խնդիր չի տալ։ Սովորականը վերբեռնելու դեպքում հեղինակային իրավունքի խնդիր չի առաջանում, իսկ եթե ավելի որակով է, այնտեղ արդեն պետք է ձեռք բերել համապատասխան լիցենզիան։ Սա էլ հղումը տեղադրեցինք, նորից կարող ենք ընտրել ուսանողներին, կարող ենք ընտրել թեման, եկեք սա էլ խումբ 2-ին հանձնարարեմ, ընդ որում այս նյութերը կարող ենք տեղադրել մի քանի դասարաններում։ Ենթադրենք դուք ունեք 3 հատ դասարան ստեղծված 7 ու 9, օրինակ Python-ի կամ հայոց լեզվից կամ չգիտեմ այլ առարկած ինչ-որ մի հատ թեմա կա, որ ուսումնասիրում եք բոլոր դասարաններում։ Եվ այդ նյութը, որը դուք ստեղծել եք, ցանկանում եք կիսվել ձեր բոլոր դասարանների հետ։ Այս մասից դուք կարող եք ընտրել ձեր բոլոր խմբերը, դասարանները, որտեղ որ ցանկանում եք այս նյութը կիսվել, եւ այս ստեղծված նյութը կգնա կտեղադրվի բոլոր 3 դասարաններում էլ։ Սա շատ լավ հնարավորություն է տալիս նույն բանը մի քանի անգամ չկատարելու։ Սա էլ, հիմա սա թարմացնեմ էջը կբացի։ Հա, այս մեկի համար թեմա չեմ ընտրել։ Եթե ստեղծված նյութը ցանկանում ենք ինչ-որ ձևով փոփոխել, խմբագրել, սեղմում ենք կետիկներին, տալիս ենք խմբագրել, այստեղ եկեք ընտրեմ թեման եւ տալիս եմ պահպանել։ Կարող ենք հեռացնել, ջնջել, կարող ենք պատճենել, ընդ որում կարող ենք իրենց տեղափոխել, այսպես բռնելով էլ ենք կարողանում տեղափոխել, տարբեր խմբագրման հնարավորություններ կան։ Հիմա մեր խումբ 2-ի մեջ մենք ունենք 2 հատ նյութ, խումբ 1-ի մեջ 2 հատ նյութ։ Հաջորդը, որ կարող ենք, չէ, էլ հաջորդ չկա, այսքանն էր ոնց որ, հիմնական բաները, որը որ եթե օգտագործելու լինեք կլինի նյութը, հաջորդը կլինի հանձնարարությունը կամ թեստով հանձնարարությունը, սրանք շատ հարմար են։ Հիմա օրինակ բերեմ ես Classroom-ի կիրառման, ինչպես եմ ես իրականում կիրառել իմ փորձից, այսպես ասեմ։ Նայեք, օրինակ այստեղ ես բավականին շատ դասարաններ ունեմ ստեղծած։ Առաջի Classroom-ը, որ ստեղծել եմ, դա եղել է կորոնավիրուսի ժամանակ, երբ որ երեխաները տանն էին եւ երբ որ արմատ խմբավար եմ նաեւ եւ ես պետք է արմատի խմբակվար էի, բնականաբար սարքավորումների հետ աշխատանք չէր լինում եւ մենք աշխատում էինք միայն բաների հետ, այսպես թվային ծրագրավորման լեզուների եւ այլն։ Եվ առաջինը ես ստեղծել եմ հենց HTML-ի դասարան, այստեղ բավականին նյութեր ջնջել եմ, հեռացրել եմ, խմբագրել եմ, դրա համար շատ բաներ չի երևում, այսքանը բոլորը ստեղծված են, սրանք էլ առաջադրանքներ են, նայեք, ես ունեմ օրինակ CSS թեմաներ և ունեմ CSS առաջադրանքներ, յուրաքանչյուր թեմային համապատասխան կա ստեղծված առաջադրանք, դրված անյութ, երեխաները մտնում են և կատարում են իրենց առաջադրանքները։ Սա մի տարբերակ, մյուսը, որը օգտագործել ենք, դա դպրոցի համար արդեն ասեցի, հիմնականում Python լեզվի դեպքում, մի րոպե ես հիշեմ, որ մի Classroom-ից մեջ է տեղադրած 9-րդ դասարանինը, սա էր։ Տեսեք, այստեղ երեխեքը չես մեկում չէր, հարցեր ունեն տված։ Սա կիսատ է մնացել, այստեղ ես օրինակ նյութը տեղադրել եմ, կրկնության նյութեր են, մի վայրկյան, բավականին շատ նյութ է տեղադրված, մի քանի դաս է, որովհետև կրկնության նյութ է, հենց այդպես էլ գրված է։ Այստեղ ձայնագրություն կա, այստեղ օպերացիոն համակարգի մասին ինֆորմացիա կա, որ երեխաները կարող են բացել կարդալ։ Եվ օպերացիոն համակարգի տվանը դասը, տեսեք, այստեղ ունենք թեստ, որ երեխեքը սովորում են դասը, ու անմիջապես դասից հետո թեստը գրում են, ինքնաստուգման ինքը թեստ է, մի քանի անգամ կարող են թեստը գրել, որպեսզի ավելի լավ ընկալեն դասը, մի քիչ էլ մանավանդ եթե դժվար է, տեսեք, այստեղ երեխեքի պատասխաններն են, սկզբից ինչքան ցածր են գրել, հետո արդեն կամած բարձրացրել են, չնայած արդեն խմբագրել եմ, փոփոխել եմ։ Եվ ստուգաթերթ ունենք, որը որ աշակերտները
իրանց մոտ իրանք ունեն հասանելիություն, այսպես կախված իրանց կատարած աշխատանքից ստուգաթերթի միջոցով նշումներ են արել։ Սա այլ տեղ է պահպանված, ամեն աշակերտ իր ֆայլը ունի, իր ստուգաթերթը ամեն թեմայի համար, մի վայրկյան հավելվածում բացեմ, որպեսզի շահված չլինի։ Ահա, տեսեք, ես տվել եմ իրենց չափանիշները, ես տվել եմ ընթացքը նոր նյութի յուրացում, ընթացք եւ ամփոփում եւ աշակերտները կատարել են ինքնագնահատում, որտեղ են դժվարացել, սա մի քիչ աշակերտի մոտ բավականին շատ դժվարություններ են եղել, այսինքն սա նաեւ որպես ինքնագնահատում, բավականին շատ նյութ է գցված այս մի հատ բանին, սա ասեմ մենք արել ենք դասարանում դասի ժամանակ, ես սա տանը ոչ բոլորն են բացել, բայց մեծ մասը նաև տանն են արել, դա էլ ասեմ, հարց ունեինք ոնց որ, մի րոպե տեսնեմ, Մերի ջան լսում եմ, Ընկեր Ամիրխանի ջան, ուզում եմ հարցնել, ես տեսա ստուգաթերթը Excel-ով դուք առանձին կցել եք, հա, պատրաստել եք կցել ու երկրորդ հարցը այնտեղ նկատեցի աուդիո էր գրված ձեր դա ինչ էր։ Էսա ցույց տամ, հա, ստուգաթերթը Excel ֆայլ է, այսինքն տեսեք, եթե մենք օրինակ բերեք տամ խմբագրեր, չէ, այստեղ ես ասեցի, չէ, որ օրինակ եթե տալիս եմ ստեղծել, կարող եմ նշել աղյուսակ, ինքը կբացի հենց Google Drive-ում մեր աղյուսակ կբացի եւ հենց այստեղ էլ ես ստեղծել եմ այդ բանը։ Պարզապես կարգավորումների մեջ, երբ որ ես իրան կիսվում եմ, տալիս եմ, որ ցանկացած ոք կարող է խմբագրել, որովհետև եթե ես թույլ տամ միայն այն մեյլով խմբագրեն, որով որ գրանցված ենք, ստացվում է, որ մեկը մյուսի աշխատանքը ջնջում գրում են, էլի, մի քիչ այդտեղ խնդիր կա, դա ընթացքում պիտի անենք, բայց սովորական Excel աղյուսակ է, որը հենց իր ներսից ստեղծել եմ։ Հիմա էսա մի հատ գնամ բանն էլ գտնեմ, աուդիոն էլ գտնեմ։ Այս ստուգաթերթը, բայց մի բան էլ ասեմ, էլի պարտադիր չի, որ այս ստուգաթերթը դուք ստեղծեք հենց ձեր Google Drive-ում, դուք կարող եք վեր բեռնել արդեն իսկ ձեր համակարգչի մեջ ստեղծված որևէ Excel աղյուսակ, որը որ բնականաբար դառնում է հենց Drive-ի Excel։ Մեր ընտրությամբ կամ ռուբրիկը լինի, կամ ստուգաթերթ։ Խնդրում եմ, մի րոպե, չլսեցի ինչ ասեցիք։ Այսինքն կարող ենք մենք ընտրել ռուբրիկի միջոցով գնահատում կամ ստուգաթերթ գցենք, հա, ոնց մեզ հարմար։ Այո, տեսեք, քանի որ սա ամեն դասի գնահատման համար եղել է ստուգաթերթը, ավելի ճիշտ թեմայի։ Օրինակ վերցրել եմ այդ թեման, ամեն անգամ այդ նույն թեմայի մեջ, թեմայի բոլոր վերջնարդյունքները դրած է, նայեք այստեղ, վնասակար ծրագրերից խուսափելու հնարավոր տարբերակներ, այսինքն առաջի փուլը, որից որ ես վերջում պիտի ամփոփիչ գրեմ, այդ փուլի վերջնարդյունքներին համապատասխան էսև դրել եմ, որպեսզի նշումներ կատարենք, երեխեքի համար է սա ավելի շատ պետք ինքնագնահատման, որ կարողանան հասկանան որտեղ դժվարություն ունեն, դե բնականաբար ես էլ եմ նայում։ Սա դասի պրոցեսի համար է, իսկ ռուբրիկը շատ հարմար է, երբ որ իրանք որոշակի աշխատանք պետք է կատարեն, օրինակ հետազոտություն անեն, գործնական անեն, սահի կաշար ստեղծեն, նյութ ստեղծեն, ռուբրիկը դա չափանիշներ է, որի հիման վրա մենք նախ աշակերտին գնահատում ենք, հետո աշակերտը հնարավորություն ունի հասկանալու, թե ինչ պահանջներ ունի իրենից ուսուցիչը։ Բայց չի էլ խանգարում, կարող եք դուք այս նույն բանը ռուբրիկի տեսքով դնել, եւ ինչպես որ կարողանում եք, ոնց որ բոլոր տարբերակները կարող եք կիրառել ըստ ձեր հարմարության, ըստ երեխեքի հարմարության, որովհետեւ կան բաներ, որ աշակերտները հեշտ են օգտագործում, կան բաներ, որ դժվարանում են։ Այնպես որ մեկը մյուսին չի խանգարում, էլի, մի քիչ, բայց իմաստի տեսակետից տարբեր են ստուգաթերթն ու ռուբրիկը։ Ես այս օրինակ մի հատ ցույց տամ Նախագծային աշխատանքի գնահատումը օրինակ կատարվում է ռուբրիկով։ Մի վայրկյան, այս նախագծի կարգն է եւ իջնեմ ներքևում, տեսեք, սա քննական նախագիծն է, մեզ քննական նախագիծը պետք չի։ Գնամ ուսումնական նախագծերը, նայեք, օրինակ սա ռուբրիկա, ճիշտ աղյուսակի տեսքով չի ներկայացված, բայց ներկայացված է ռուբրիկի տեսքով։ Գնահատում ենք աշակերտի նախագծի ընթացքը ու գրած է նախապատրաստական փուլում, ինչ անում աշակերտը,
Բուն ընթացքում ինչ է անում աշակերտը, հետո ավարտին ինչ է անում աշակերտը, հետո բովանդակությունն ենք, այսինքն սովորողի կողմից ներկայացված նյութի համապատասխանությունը թեմային, սովորողի կողմից ներկայացված նյութի ամբողջականությունը, սովորողի կողմից ներկայացված նյութի հիմնավորվածությունը, տեսեք, այս բոլոր կետերը մենք կարող ենք մեր ռուբրիկի մեջ դնել, ենթադրենք նախագծի։ Եվ ներկայացումը, թե ինչպես է վերջում աշակերտը ներկայացնելու իր աշխատանքը։ Կամ նույնը կարող ենք անել, եթե մենք ինչ-որ գործնական աշխատանք ենք հանձնարարում եւ 1-2 դաս այդ երեխան դրա վրա պիտի աշխատի, այդ դեպքում դնում ենք ռուբրիկ, ըստ կետերի գնահատում ենք տարբեր չափանիշներով։ Ռուբրիկը գնահատման համար է։ Ստուգաթերթը մի քիչ ավելի շատ դիտարկման համար է, որ մենք ընթացքում դիտարկենք աշակերտների ուժեղ եւ թույլ կողմերը եւ պլանավորենք մեր աշխատանքները նրանց հետ։ Այդպես, բայց այս որն էի նայում, հա 9-րդ դասարանի աուդիոն էի ուզում փնտրեմ, կներեք, ինձ անընդհատ գրում են, ես պիտի պատասխանեմ, ներողություն եմ խնդրում։ Ոնց որ թե այստեղ էր դրած, թե երկրորդում էր դրած, այս էր, այս էր։ Այո, այդտեղ է։ Բանա, նոթբուքով, նոթբուք արհեստական բանականություն կա, նոթբուք AM էր, թե ինչ էր, չեմ էլ հիշում նորմալ էս պահին անունը, այդ կայքով ես ստեղծել եմ, նոթբուք LM, մերսի, այո, ես այդ կայքով ստեղծել եմ աուդիո, կցել եմ ես այդ աուդիոն, այս նույն դասի հակիրճ ներկայացումն է, այսինքն եթե երեխա կա ենթադրել եմ, որ կալարի կարդա այսքան տեքստը, ես դրել եմ դրա աուդիո տարբերակը, որպեսզի աշակերտները կարողանան լսեն, դուք հավանաբար ձայնը չեք լսում, եկեք ես կիսվեմ ձայնով, որպեսզի այն ձեր համար լինի տեսանելի, կներեք։ Միասին կխորանանք թվային աշխարհի թեմայի մեջ։ Հիմք ենք ընդունել Գայանե Բելիջանյանի ու Ժորա Ասլանյանի 9-րդ դասարանի դասագիրքը՝ թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն։ Այո, նպատակն է քեզ համար հիմնականը առանձնացնելը ոնց պաշտպանվել թվային վտանգներից ու նաև մի քիչ Այսպես, հենց շատ մոխրագույն գլխարկով հաքերներ։ Այդ դասագիրքը տալիս ենք, չէ, հարթակ ինչպես է աշխատում, դասագիրքը նյութերը տալիս ենք, ասում ենք այսինչ նյութերի հիման վրա դու ստեղծի որոշակի, օրինակ, աուդիո, տեսանյութ եւ այլն։ Սա ծույլ աշակերտների համար է, էլի, որ գոնե լսեն 3 րոպեանոց ձայնագրությունը։ Այս նույնն էլ օպերացիոն համակարգերն է, մի րոպե։ Բարի գալուստ։ Այսօր մենք խորանալու ենք մի թեմայի մեջ, որն իրականում ձեր համակարգչի հենց սիրտն է։ Լինի դա նոթբուք, թե սմարթֆոն։ Խոսքը օպերացիոն համակարգի կամ ու հիշող։ Այսինքն API-ն հեշտացնում է ծրագրավորողների։ Մի քիչ այս օպերացիոն համակարգի տերմինները լավ չի ասում, բայց ամեն դեպքում լսել են երեխեքը, այսպես։ Աուդիոն, տեսեք, ինչպես եմ իրան կցել, մի հատ դա էլ ցույց տամ, մի վայրկյան, տամ խմբագրել, այս ներքևի հատվածից, եթե ես տալիս եմ վեր բեռնել, ես կարող եմ բնականաբար իմ համակարգչի մեջից ներբեռնել նաև աուդիոներ, վիդեո, աուդիո եւ ցանկացած նիշկ, տեսեք, բոլոր նիշկերը համակարգչի մեջից ցույց է տալիս։ Ցանկացած նիշկ, որ ընդհանրապես թույլ է տալիս Google Drive-ը ներբեռնել ու բացել, կարող եք ներբեռնել։ Սա փակեմ, մի րոպե, սա պետք չի, որ ես պահպանեմ, էլ ինչ ունեմ այստեղ։ Սա իրականում ես պրոյեկտ ունեի, կիսատ թողեցի, բայց հուսով եմ հետո կշարունակեմ, էլի ունենք, մի հատ էլ եմ ուզում ցույց տամ։ Այսը 7-րդ դասարանինն է, երբ որ մենք չունենք դասագրքեր կամ էլ ոչ միայն դասագրքի բացակայությունը, այլ պարզապես ցանկանում եմ, որ երեխաները
կարճացրած, հագիրճ, այսպես խմբագրված նյութն է, բայց սա դասագրքի նյութ չի, սա լրացուցիչ նյութեր է, կարող ենք նաև դասագրքինը մենք հակիրճացնենք, խմբագրենք, տանք երեխեքին, հետո մի հատ այսպիսի բան էլ կա, էլի երեխաների մոտ, եթե իրանք սա կարդում են հեռախոսով, իրանց թվում է թե այդ դաշ չեն էլի անում գիրքը չի գրքից շատ են խուսափում, բայց էլեկտրոնային գործիքների միջոցով շատ ավելի հաճախ են բացում ու նայում։ Այստեղ չունեմ դրած, բայց հա ունեմ մեկ այլ նյութ, որտեղ որ այսա, տեսեք, այս մեկում արել եմ։ Նայեք, օրինակ դասի նյութը տվել եմ եւ վերջում դրել եմ ամփոփիչ հարցեր։ Այս հարցերը նախատեսված են միայն աշակերտների համար։ Իրենք գիտեն, որ այս հարցերին պիտի պատասխանեն, դասի ժամանակ եմ ես իրանց տալու այս հարցերը, բայց այս հարցերը ամբողջությամբ ընդգրկում են այդ ամբողջ նյութը, նաեւ ինքնաստուգում են կատարում իրենք, ինչքանով են կարողանում պատասխանել հարցերին, ինչքանով յուրացրեցին նյութը։ Էլի Կարինե ջան, ահա, լսում եմ, Կարինե ջան։ Բարև ձեզ։ Անչափ հետաքրքիր դասընթաց է, շնորհակալություն։ Երկրորդին ինձ հետաքրքիր է, դասարանում թղթային տարբերակով ոչ մի աշխատանք չեք անում, միայն այս տարբերակով է աշխատանքները ու բոլորը մասնակցում են, բոլոր աշակերտները Չէ։ Բոլորը մասնակցում են, այսպես ասեմ, այն դասարանները, որտեղ որ ես սա տալիս եմ, բոլորը մասնակցում են, բայց սա մշտական չէ, ուսուցիչներ ջան, այսինքն սա զուգահեռ կիրառվող օժանդակ նյութ է։ Տեսեք, երբ որ մենք 4 տարի մենք դասավանդել ենք առանց որևէ դասագրքի եւ ամեն տարի էստեղից այնտեղից ինչ որ նյութ հայթայթել կամ թելադրել աշակերտներին մի քիչ այդքան էլ հեշտ բան չի էլի։ Դրա համար ունեմ համախմբված մի հատ նյութ։ Ունեմ դասարաններ, ովքեր որ չեն ցանկացել կամ չեն կարողացել միանալ, բայց այսպես ասեմ, էլի միջև հիմա երևի 1-2 աշակերտ ա եղել, որ չի միացել։ Բոլորն էլ ունեն հեռախոս, բոլորն էլ ունեն այս classroom-ին միանալու հնարավորություն, այդ դասն էլ որ տալիս եմ, ես այս նույն դասի հղումը պատճենում եմ ուղարկում իրանց դասարանի չաթին, որ հետո չասեն մանեկանք չգտանք եւ այլն, բայց սա միակ աշխատանքը չի, որը որ մենք անում ենք։ Մենք համակարգչով ծրագիր ենք գրում, տետրի մեջ թելադրում եմ, գրում են այն հակիրճ հրամանները, որը որ առաջնայինապարտադիր է, որ իրանք հիշեն, խնդիրներն են գրում տետրի մեջ, այնպես որ բոլոր հնարավոր ձևերով աշխատանքները կատարում ենք։ Հա, խնդրեմ։ Հա, այնպես որ բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք արդյունքի հասնելու համար։ Կա դասարան, ովքեր լիարժեք օգտագործում են սա իրանց հետաքրքրավ միշտ այս հարթակից են օգտվում, կան դասարաններ, որոնք ստիպված եմ ասենք հնարավորինս կարճ թելադրել իրանց տետրում, հնարավորինս փոքրիկ նյութ ունենան, որ գոնե այդքանը սովորեն, իհարկե խոսքս միջինացված բանի մասին է, էլի կան լավ աշակերտներ, որոնք որ դրա կարիք չունեն։ Էսա, տեսեք, նորից ստուգիր ինքդ հարցեր կա, այստեղ ունեի, մի հատ էլ ունեի ամփոփիչ հարցեր, այստեղ շատ հարցեր կա այս բոլոր թեմաներից։ Նման բաները հիմնականում տալիս եմ ամփոփիչներից առաջ եւ այլն, որպես երեխեք պարապելուն զուգահեռ այսպիսի հարցերից էլ օգտվեն։ Մի բան էլ ասեմ, միշտ չի, որ այս հարթակը օգտագործում եմ միայն աշակերտների համար, երբեմն ինձ էլ է պետք լինում, եթե ինչ-որ ձևավորող եմ ուզում պատրաստեմ եւ այլն, եթե պատրաստի նյութ ունեմ, արդեն գալիս եմ վերցնում եմ այստեղից, կամ ենթադրենք խմբային աշխատանք եմ ուզում տամ, ինքնուսուցման մեթոդ եմ ուզում կիրառեմ եւ պետքա որ երեխաները իրանք կարդան, սովորեն եւ ներկայացնեն նյութը, արդեն պատրաստի հավաքած նյութեր կա։ Կգամ այստեղից տանում եմ, պատճենում եմ, բաժանում եմ, ունեմ պատրաստի ստեղծված նյութեր։ Ընդ տարբեր հարթակներում դրանք տարբեր են։ Սա էլ ենք մենք ստեղծած եղել նախագծի համար, բայց չկիրառեցինք, մենք այս նախագիծը բլոգով արեցինք։ Էլ ինչ ասեմ, սրա հետ կապված բան չբաց թողեմ, սպասեք, իմ մոտ գրել եմ, ոնց որ թե ամեն ինչ ասեցի, ինչ որ նախատեսել է, այստեղ դուք կարող եք ձեր երեխաներին հաղորդագրություններ գրել, այս մասերում կարող եք նոր հայտարարություն տալ, գրել, հիշեցնեմ, որ ժամկետը պրծնում է, հա, մի բան էլ,
Այ տեսեք, մոռացա։ Առաջադրանքների համար դուք կարող եք դնել ժամկետ։ Այ այստեղ, վերջնաժամկետ։ Այսինքն, որպեսզի, եթե մեկ շաբաթ ժամանակ ունեն աշակերտները, պիտի աշխատեն, որ մյուս հանդիպման ժամանակ ենթադրենք նախագծային աշխատանքի ներկայացնեն, դուք կարող եք վերջնաժամկետ դնել, օրինակ 1 օր առաջը, եւ նույնիսկ ժամանակ, օրինակ մինչև 12:00, եւ աշակերտները այս ժամկետի ավարտից հետո այլևս չեն կարող աշխատանքներ ներկայացնել։ Սա իրենց կարող եք տեղյակ, բայց չնայած իրանց մոտ երևում, աշակերտի մոտ ժամկետը երևում է։ Դա եւս կարող եք անել։ Ոնց որ թե Classroom-ի հետ կապված այսքանը, հիմնականը սա է, դուք երբ որ սկսեք քիչ-քիչ աստիճանաբար օգտագործեք, այսքան շատ ու բարդ չի թվա, ամեն ինչը շատ սահուն առաջ է գնում եւ մի որոշ ժամանակ հետո տեսնում եք, որ բավականին մեծ նյութ ունեք հավաքված, իդեպ որպես, չգիտեմ, հնարավորություն կունենա այս պահին Գոհարը դա ցուցադրել, թե չէ, ինքը եւս ունի նման փորձ, երբ որ Classroom-ով կատարել են նախագծային աշխատանք եւ ամբողջ իրենց բովանդակությունը, ամբողջ աշխատանքային process-ը կազմակերպել են հենց Classroom-ի միջոցով։ Այս թեման ավարտեցի, ուսուցիչներ ջան, եթե սրա հետ հարցեր ունեք, հիմա տվեք, որպեսզի անցնենք բլոգին, 30 րոպե բլոգից խոսենք, հետո ընդհանուր հարցեր ունենանք, կանդրադառնամ։ Եթե հարցեր չունենք, անցնեմ առաջ։ Բարի երեկո։ Կներեք, ես հարց ունեմ, շատ ուշ եմ միացել, ինձ հետաքրքիր է, ինչպես կարող ենք միանալ Classroom-ին։ Ես չհասցրեցի լսեմ, ուշ եմ միացել։ Դուք եթե ունեք Google account, սեղմում եք մեր այս ամենասիրելի 9 կետիկներին եւ այստեղ կա class կամ classroom, նա եթե անգլերեն լինի սեղմում եք եւ ավտոմատ հայտնվում եք ձեր Classroom-ի էջում։ Եթե դուք չունեք ստեղծած դասարան, այստեղ կլինի դատարկ, արդեն պլյուսով կստեղծեք կուրսը։ Իդեպ ձայնագրվում է մեր հանդիպումը, սկզբից կարող եք միացնել, լսել այդ սկզբնական հատվածը, որտեղ բացատրում եմ ինչպես ստեղծել դասարան։ Իսկ ինչպես միանալ, արդեն պետք է ինչ-որ մեկը ստեղծի, ձեզ միացնի իր Classroom-ին, այսինքն այն ինչ որ ես հիմա ցույց եմ տալիս, սա միայն իմն է եւ այն աշակերտներին, ում որ ես կցել եմ։ Դուք չունեք հասանելիություն այս դասարաններին, էլի, եթե դուք հարցը դա նկատի ունեք, ինչպես միանալ սրանց։ Սրանք աշակերտներին են։ Մենք էլի ձեռքում ենք, Շուշանիկ։ Ահա։ Հա, տեսնում եմ, Գոհար ջան, բացեցի։ Բարի երեկո ձեզ, շատ ուրախ եմ կրկին հանդիպել ձեզ հետ, շատ ուսուցողական էր դասընթացը, ամբողջ ընթացքում լուր հետևել եմ։ Հիմա ինձ ուղղակի հետաքրքիր է Classroom-ը ես Google Play-ից կարող եմ ներբեռնել իմ հեռախոսի մեջ ու սկսել աշխատել։ Այո, եթե հեռախոսով եք աշխատում, պետք է հավելվածը ներբեռնեք, բայց եթե օրինակ երեխաները պատճառաբան են, որ իրենք չեն կարողանում ներբեռնել, ինքը հեռախոսի Google-ով էլ է աշխատում։ Այսինքն, եթե դուք աշակերտներին հղում ուղարկեք, իրենք իրենց Gmail-ով միացած լինեն այդ դասարանին, նյութը կարող են բացել եւ ուսումնասիրել առանց ներբեռնելու հավելվածը։ Բայց եթե ուզում եք ավելի արդյունավետ լինի, բնականաբար լավ կլինի, որ ներբեռնեք։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Լավ, անցնեմ առաջ, բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկի մոտ հարց առաջանա, թեկուզ այս թեմայից կտակ։ Հիմա հաջորդը բլոգն է, բլոգը շատ լավ գործիք է, շատ հետաքրքիր գործիք է, ձեր նախագծային աշխատանքների որպես պրոդուկտ ներկայացնելու համար, ընդ որում էական չի, թե ինչ առարկա եք դասավանդում, միևնույն է երեխաները բավականին հմուտ են օգտվում համակարգիչներից, իրենք շատ մեծ հաճույքով կմիանան, կստեղծեն բլոգ եւ կաշխատեն, բայց շատ լավ կլինի, որ դուք որպես ուսուցիչ կարողանաք մյուս տեսակետից դուք կարող եք համագործակցել ձեր դպրոցում աշխատող թվային գրագիտության ուսուցիչների հետ։ Նորից մեր հայտնի 9 կետիկներին ենք սեղմում, իջնում ենք այս հավելվածների մեջ եւ որոնում ենք բլոգերը։
Եթե հանկարծ այստեղ չլինի, էլի պոիսկ եք տալի, որոնման տողում գրում եք եւ գտնում եք բլոգերը։ Սեղմեցինք, իրականում մենք արդեն բավականին շատ բլոգներ ունենք այստեղ, եւ այդ սկզբնական քայլերը, եթե դուք մտած չլինեք, այսպես չունենաք բլոգ, որոշակի քայլեր է առաջարկելու, որոնց մի մասը ես այսօր կունենամ հնարավորություն ցույց տալու, մյուսները դուք կարծում եմ գլուխ կհանեք, իդեպ բոլոր Gmail-երը, որ այստեղ ունեմ բացած, բոլորով բլոգներ ա բացած, դրա համար այս պահին չեմ կարող այդ առաջի քայլերը ցույց տամ։ Հիմա ես տամ սեղմեմ մի րոպե, սեղմեմ նոր բլոգ եւ այս քայլերը, ստեղծում եմ նոր բլոգ, հենց այսպես է լինելու, ուրեմն վերնագրում եմ, ենթադրենք ունեմ, եկեք գրեմ գիտուս նախ սեմինար, հենց մեր թեման էլ գրեմ, սա կլինի իմ բլոգի վերնագիրը, գնացինք առաջ, այստեղ ձեզ առաջարկում է գրել բլոգի հասցեն, կոպիտ ասած URL հասց ենք տալի, որով որ կարելի է միանալ, ընդ որում այս հասցեն պետք է գրենք անգլերեն, գրեցի գիտուս, օրինակ տակի գծիկ սեմինար, հիմա եթե տեսեք ասմա չի աջակցվում, լավ եկեք առանց գծիկի դնեմ, եթե կրկնվող հասց է լինի, ներքևում ձեզ հաղորդագրություն է տալու, տվեցի պահել, այսինքն սա բլոգ ստեղծման քայլերն են, սպասեմ պահի, և բերեց մեր բլոգի էջը, ես որպես մի հատ օրինակ ձեզ ցույց տամ, այն ինչ որ արդեն կա, որ պատկերացնեք, հետո ցույց տամ ինչպես դա ստեղծենք, նայեք մենք բավականին շատ ունենք, մի հատ եկեք հայոց լեզվի բլոգներից սարքեմ, որ չստացվի միայն օրինակ սա, և ցույց տամ այն էջը, որով որ կարող են ձեր բլոգը դիտել, տեսեք, հայոց լեզվի ուսուցչի իդեպ մեր Գոհարի ստեղծած բլոգն է, բարբառային բառերն է խոսվածքը, այստեղ կարելի է բացել նայել, մեր գյուղի բարբառային բառերն են, բառարան է ստեղծված, կարող եմ հետ գնալ, հոդվածներ են, սրանք բոլորը հոդվածներ են, տարբեր հոդվածներ են, հաջորդը հեքիաթները Տավուշյան հնչեղությամբ, այստեղ տեսանյութ է տեղադրված, եթե չեմ սխալվում, ես ձայնով եմ կիսված, այս անխելք մարդը մեր գյուղի բարբառով, տեսնեմ կմիանա այստեղ, իդեպ YouTube-ի հղումը, եթե նկատեցիք, դրել այնտեղ։ Մի վաղտ մի աղքատ մարդ ալը, քանի իշխադը մեր, քանի չրչարվը մեր, էլի նույն աղքատներ մնը։ Սա ուղղակի որպեսի թեմայի մեջ լինի, էլի տարօրինակ չլինի, թե ինչ գործ ունի այդ տեսանյութն էստեղ։ Ունենք օտարաբանությունների բառարան, ունենք, էլ ինչ հոդված ունենք, տալիս ենք more post, և Գոշ գյուղի խոսվածքը բացատրական բառարան, սա ընդհանուր նկարագիրն է, սա գրքի կազմն է, որը որ տպել ենք, և այսպես սա բլոգն է, հիմա ինչպես սա ստեղծենք, նայեք, երբ որ բացում ենք, մի հատ ես գիտուսը բացեմ, մեր դատարկ Ներողություն, ինը կետիկների ծուր մտակ, մենք կապի խնդիր ունեինք բլոգեր, իչանք բլոգեր, հա, ինը կետիկներ ասացիք այդտեղ 9 կետիկներին սեղմ եք տալիս բլոգեր, այնտեղ ձեզ արդեն քայլեր ա տալու, ստեղծել բլոգին ձեր անուն եք տալիս, իրականում ոչ թե բլոգին եք անուն տալիս, այլ այդ պահին թեմային, որովհետև եթե դուք մի անգամ գրանցվեցիք, ինչպես իմ մոտ ա, դուք այս ձեր նույն բանի մեջ անդադ տարբեր բլոգներ կարող եք ավելացնել։ Հիմա մեզ պետք է ավելացնել գրառում, սեղմում ենք նոր գրառում, սա փաստացի այն հոդվածներն են, որոնք տարբեր վերնագրերի տակ տեսակ։ Տալիս ենք վերնագիր, օրինակ եկեք թեման գրեմ Google Classroom և այստեղ ուրեմն սեմինար, շաբաթ, իհարկե բովանդակությունը կդնեն երեխաները, նայեք, այստեղ ունենք տեքստի խմբագրման գործիքները, սարքել թավատար, շեղատար, ընդգծված, կարող ենք ընտրել տեքստի համար գույն, կարող ենք ընտրել ֆոնի համար գույն, տեսեք տեքստը այլ գույն է, ֆոնը այլ գույն, այս գործիքի միջոցով կարող ենք հղում
կցել, եթե այ օրինակ տեսեք, այս նույն հղումը ես պատճենեմ եւ բերեմ այստեղ մի հատ տեքստը կարող եմ տալ, գրեմ տեսանյութ, վերնագիր տամ եւ տակին տեղադրեմ հղումը, այստեղ կարող եմ նշել հղումը նոր պատուհանում բացի, թե հենց անմիջապես իրա մեջ նոր պատուհանում նշեմ եւ կիրառեմ, ահա, տեսեք, այստեղ տեսանյութը դրեց, եկեք անցկացնեմ հաջորդող, հաջորդ գործիքը նկար տեղադրելու գործիքն է, ընտրում ենք նկար, ընդ որում տարբեր տարբերակներ է տալիս, մեր համակարգչից կարող ենք վեր բերնել, սա Google լուսանկարներն է, եթե ունենք լուսանկարներ մեր հենց Google ֆոտոներում, կարող ենք այստեղից, եթե մեր բլոգերը այլ էջերում ունենք լավ նկարներ, որ այստեղ կկիրառվի, կարող ենք բերել, կամ էլ հղումով ենք տալիս, եթե համացանցում որևէ մի կայքից հղումը բերում ենք, տեղադրում ենք այստեղ, եկեք, եթե չեմ այստեղ չէի բացել ֆրիփիքը, եկեք այստեղ բացեմ, մի հատ որևէ նկար բացեմ, եկեք որոնեմ, այ, մի րոպե, կներեք, այս ինչի չբերում որոնման տողը այստեղ է, եկեք գրեմ բլոգ, չգիտեմ ինչ նկար կբերի, մի հատ նկար բացեմ, տան, ուր է, օրինակ հենց այս հղումը, չգիտեմ ճիշտ կբերի թե չի, հիմա հեսա կփորձենք, տեղադրեցի հղումը, տեսեք սխալ է հղումը չի բերում, եթե ճիշտ հղում ենք բացում, լավ եկեք սովորական նկար դնեմ ոչինչ, կարծում եմ, քանի որ մենք բիզնես չենք անում, այս պայն հեղինակային իրավունքի խնդիր չենք ունենա որևէ նկար օգտագործելով, աջ մկնիկ, կոպիրovat URL, սա ջնջեմ, նորը դնեմ, տեսեք, եթե սխալ է լինում, ինքը չի, ահա, բերեց, տալիս ենք Z տեղել պատկերը և պատկերը հայտնվեց մեր էջում, բնականաբար չափերը կարող ենք փոփոխել, շատ մեծեր, բոլոր խմբագրման գործիքները այստեղ կան, մյուս գործիքը տեսանյութ տեղադրելունն է, նույնպես կարող ենք համակարգչից վեր բերնել YouTube-ից դնել, այստեղ կարող ենք Google-ով ինչ-որ որոնում տալ և նյութը գտնել, բերել, տեղադրել, հավասարեցնել տեքստը աջից, ձախից, կենտրոնից, սա սովորական խմբագրման գործիքներ են։ Եթե ցանկանում ենք տեսնել ինչ տեսք ունենա, հետո նոր պահպանել, սեղմում ենք նախադիտում, մեզ ցույց է տալիս այն տեսքը, որը կլինի դիտողների համար, օգտագործողների համար և տալիս ենք հրապարակել, տալիս ենք հաստատել, և այն որ ասում եմ շնորհավորում եմ, մենք ունենք մեր բլոգի առաջին հոդվածը, նայեք, այս ձախից ներքևից որ իջնում եմ, կա դիտել բլոգը, սրա միջոցով ես կարողանում եմ տեսնել իմ բլոգի տեսքը օգտագործողների համար, սա իմ բլոգի տեսքն է, հաջորդը, եթե ցանկանում եմ նոր գրառում եմ ավելացնում, սա գիտեք որն է, երեխեք, եթե խմբերի են բաժանված, ամեն մեկը ունի իր առաջադրանքը, բլոգ, ամեն մեկը ունի ինչ-որ առաջադրանք, ամեն մեկը ստեղծում է մի հատ հրապարակում կամ հոդված և յուրաքանչյուր աշակերտ աշխատում է իր հոդվածի մեջ, ստացվում է, եթե ձեր 7, 8 կամ 10 հատ աշակերտ ամեն մեկը մի հատ հոդվածի վրա աշխատի, բնականաբար թեմային համապատասխան, արդյունքում դուք միաժամանակ ունենալու եք 7 հոդվածից բաղկացած բլոգ։ Եվ այսպես շարունակ։ Հիմա ինչ ուրիշ գործիքներ ունենք բլոգի հետ կապված։ Կարող ենք ձևավորել, չէ, եկեք թեման մտնենք, որովհետև այս ձևավորումը մի քիչ Ալիսա ջան, եթե հարց ունես այս ընթացքի հետ կապված, ասա, հետո առաջ անցնեմ։ Հա, բարև ձեզ, ճիշտ ասած ուզում եի հասկանալ ամեն ենթաթեմա, եթե դնում ենք, ինքը հավաքվում է մեկ բլոգի մեջ, հա, վերջնական արդյունքը։ Հա, տեսեք, ես հիմա գտնվում եմ այս Գիտուս սեմինար բլոգի մեջ։ Նայեք այս թեմաների մասից տեսեք, ես այսօր բացեցի։
Եվ իր մեջ, երբ որ տալիս եմ նոր գրառում, այս բոլորը իմ գիտուս սեմինար բլոգի բոլոր գրառումներն են, իրենք հավաքվում են այդ նույն բլոգի մեջ։ Տեսեք, ես դիտման ռեժիմը դնեմ, այս իմ գիտուս սեմինար բլոգն է եւ իմ գրառումները հերթով հավաքվում են իր մեջ։ Եթե դուք արդեն այս բլոգի հետ կատարած աշխատանք ավարտեցիք, հաջորդ նախագիծնականում նոր բլոգ եք ուզում ստեղծել, ձեր այս նույն Gmail-ով ձախ մասից մտնում եք, իջնում եք ամենաներքևը, սեղմում եք նոր բլոգ, տեսեք քանի հատ բլոգ կա մեր այս նույն մեյլով։ Սեղմում եք նոր բլոգ, նորից այս նույն քայլերով տալիս եք ձեր նոր նախագծի վերնագիրը, տալիս եք նոր հասցե եւ այլն, ստեղծում եք նոր բլոգ եւ նրա մեջ կատարում եք նոր գրառումներ։ Եթե կարիք կա, էլի բացում ենք, որ դոստուպ ունենան մնացած մասնակիցները, որ մտնեն աշխատեն։ Աշակերտները Հա, ենթադրենք մի 3-4 աշակերտ, 3-ն էլ որ հասանելիություն ունենան այս նույն բլոգին։ Հա, նույն հաջողությամբ սեղմում ենք կիսվել, տեսեք, բայց իրականում մենք գիտեք ոնց ենք անում, էսա ես կասեմ ինչ ենք անում, այդ ձև չեմ արել, բայց հնարավոր չէ էլի, որ չլինի, էսա հղումը, բայց սա չէ, ինձ թվում է չի կարող ուրիշը մտնել էստեղ, չեմ կարծում, մի վայրկյան, Գոշի միջնակարգ դպրոց, սա մեր դպրոցի, բայց ինչի ասա, մի վայրկյան կներեք, ես հասկացա ձեր հարցը, բայց ես դա չէի արել, որովհետև ասեմ ինչի չենք այդ ձև արել, այս մեյլը, որով որ ես հիմա աշխատում եմ, սա մեր համակարգչային կաբինետի Gmail-ն է և բոլոր աշակերտները ունեն հասանելիություն այս մեյլին և ունեն գաղտնաբառը, այսինքն գրված պատին կպցրած է, եթե աշակերտները ունեն, որ պիտի տանը աշխատեն, իրենք լոգին են լինում, մտնում են և աշխատում են էջում, բայց որ կիսվեմ ուրիշին տամ դոստուպ, սպասեք մի հատ գտնենք էլի չէ, սա չի հաստատ, սա ուղղակի հղումը պատճենեցի, ինձ չի ասացես, որ քանիսը կարողանան նույն այդ բլոգի վրա իրանց մասնակցությունն ունենան, էլի։ Բոլորն էլ այս նույն մեյլով տեսեք, 10 հատ համակարգիչ ունենք, 10-ի վրա էլ այս նույն մեյլը բացված է, ու բոլորն էլ այս նույն մեյլով մտնում են բլոգ, ուղղակի ամեն մեկը իր գրառման վրա է աշխատում։ Այդտեղ էլ է, էլի թիմային աշխատանքի կուլտուրա է, որ ուրիշներին ձեռ չեն տալի, հետո եթե մի հատ աշխատանքի վրա են աշխատում, իմաստ չի լինի, որ մտնեն ենթադրենք ուրիշինը փչացնեն կամ ինչ-որ բան։ Ամեն մեկը գիտի իր վերնագիրը, սովորաբար սկզբից ես անուններն եմ տալիս, ասենք տեսեք, եթե այս թեման է, ես օրինակ գրում եմ ենթադրենք Արամ, հետո վերջում իհարկե կջնջենք սրան, ենթադրենք գրեցի Արամ, սա ու եթե 3-4 հոգով են, 3-4-ի անունն էլ կգրեմ ու երեխեքը դե սկզբից մոռանում են, որին ում թեման էր, ինձ թվում է նորմալ է դա, հետո երեխեքը մտնում են, ամեն մեկ իր աշխատանքը խմբագրում է, վերջում այս անունները ջնջում ենք, ունենում ենք ամբողջական բլոգ, բայց նույն Gmail-ով ես չեմ տեսել, որ բլոգը հնարավորություն տա կիսվել, այնպես որ խմբագրման դոստուպ ունենանք, չկա, մի րոպե, մի վայրկյան, այս իմ Teams-ն է, չէ, սա իմ էջերն է պարզապես, մի հատ սա նշեմ, տեսնեմ ես ինչ է։ Հա, բայց ձեր հարցը լավն էր, գիտեք, չէ, ձեր հարցը լավն էր, ու ես կփորձեմ մի հատ գտնեմ դրա տարբերակը կա թե չէ, եթե գտնեմ ես տեսանյութի մեկնաբանություններում կտեղադրեմ կամ կգրեմ, որ հնարավոր չէր դա անել, որ կարիքը չեմ ունեցել, նույնիսկ չեմ էլ մտածել այդ մասին, շնորհակալություն հարցի համար։ Տեսել եմ, շնորհակալ։ Հա, Արմինե ջան, խնդրեմ ձեր հարցը։ Մի բան եմ ուզում հարցնել, իսկ որ փաստաթուղթներ, որ հնարավորություն էր տալիս միաժամանակ մի քանի հոգու աշխատել։ Ինչքան գիտեմ կա նման տարբերակ, չէ, բայց դա որն էր անունը ես Google Drive-ի բոլոր փաստաթղթերն են։ Այո, Google Drive-ը որ մտնեք, մեր աղջիկների անցած դասին իրանք դա, եթե չեմ սխալվում, արել են։ Google դիսկը եթե մտնեք, այստեղ տեղադրած ցանկացած ֆայլ, որը որ դուք կստեղծեք, ենթադրենք օրինակ,
Էսա, տեսեք, այս նույն բանի տակ բոլոր երեխեք աշխատանքներ, ցանկացած ֆայլ, եթե դուք ուզում եք բոլորն էլ աշխատեն այս նույն ֆայլի վրա, նշում ենք այս կետիկներով, տալիս ենք կիսվել, նորից ենք սեղմում կիսվել, եւ այս հատվածի ցանկացած ոք ով ունի հղումը կամ այս տարբերակով դիտողի փոխարեն դնում ենք խմբագրող, հետևաբար այս հղումը, որը պատճենեցի, ով էլ ունենա այս ֆայլի հղումը մտնի, կարող է վրան աշխատել։ Բայց մի քիչ այդքան էլ անվտանգ չի, շատ ավելի լավ կլինի, եթե դուք այստեղ ավելացնեք էլեկտրոնային փոստեր են բոլոր մարդկանց, ովքեր որ պիտի խմբագրեն եւ դիմացից տակ խմբագրող։ Այդ դեպքում միայն տվյալ օգտատերերը կարող են խմբագրել։ Սա ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել թիմային աշխատանք, բայց բլոգի դեպքում ես այս տարբերակը չեմ տեսել, էլի, այդպես։ Շնորհակալություն։ Անի ջան, խնդրեմ, եկեք մի բան էլի պայմանավորվենք, եթե բլոգի հետ կապված հարցեր ունեք, դրանք տվեք, իսկ այն մյուս հարցերը, որոնք թեմային չեն վերաբերվում, բլոգից հետո վերջում կունենաք հնարավորություն հարցեր տալու, ես կպատասխանեմ։ Անի ջան, ձեզ եմ լսում։ Բարև ձեզ, շնորհակալություն օգտակար վեբինարի համար։ Տիկին Ամիրխանյան, հարցից հետևյալն է բլոգի հետ կապված, քանի որ ես իհարկե նախագծային աշխատանքների իրականացման այս գաղափարը, որ տվեցիք, շնորհակալություն, իրականում չէի էլ մտածել, որ նման բան հնարավոր է անել։ Ես կիրառում եմ, ենթադրենք երեխաների համար այն նյութը, որը օրինակ դասագրքում չկա կամ համացանցում լի ապատեղեկատվությամբ, հավաքում եմ իմ բլոգում, կիսվում եմ, երեխաները այդտեղից կարդում են։ Բայց ունեմ մի հատ հետաքրքիր խնդիր։ Ուզում եմ, որպեսզի այդ նյութերը հասանելի լինեն ոչ միայն իմ երեխաներին, այլ նաև բոլորին, ինքը բաց լինի։ Ոնց եմ կարգավորում այս հարցը։ Դա միշտ բաց է բոլորի համար, եթե բլոգում է, նայեք, երբ որ ես ես մի հատ նման օրինակ ցույց տամ, օրինակ Python-ը, ունեմ այդ բլոգը, սովորենք Python միասին, սա մի տարի իմ 8-րդ դասարանի երեխեքի նախագիծն է, իրանք ստեղծել են Python-ի բլոգ 7-րդ դասարանի երեխեքի համար։ Ես տալիս եմ իրենց դիտել բլոգը, այս ռեժիմը բլոգի, այս հղումը հասանելի է ցանկացած մարդու։ Դուք Facebook-ում դրեք, տարածեք ձեր ընկերներին, սա սովորական Google-ի կայք է։ Եթե ես Python Gosh Blogspot-ը մանգամ, եկեք մի հատ ինկոգնիտո մտնեմ, գրեմ Python, Gosh get blog, իդեպ եթե չեմ սխալվում, բանը կզնակի էջն էլա blogspot.com, չէ՞։ Ուղղակի մի քիչ իրանց դիզայնանողը լավ պրոֆեսիոնալ անում, հա, ասմա բանա, ինչ-որ պաշտպանված բովանդակություն է, բայց ավելի լավ կլինի, եթե ես պատճենեմ ճիշտ գա այս հղումը, էլի, ոչ թե ուղղակի։ Տեսեք, ես հենց փակ էջով բացել եմ, նշանակում է ցանկացած մարդուն, որ դուք այս հղումը տաք, իրենց հասանելի է։ Հասանելի է մեկնաբանություններ գրելը, մարդիկ կարող են մեկնաբանություններ գրել, ինչ-որ դիտարկումներ անեն, հարցեր տան եւ ձեր աշակերտները հետադարձ կապ տան, ավելի հետաքրքիր կլինի կամ դուք հենց հետադարձ կապ տաք ձեր աշակերտներին, ենթադրենք։ Այնպես որ ինքը բաց է ու հասանելի է, դուք դրա խնդիրը չունեք։ Ինձ մոտ երևի խնդիրը QR-ի հետ է կապված եղել, որովհետև ես QR կոդ եմ պատրաստել, տեղադրել ու ինքը տարել է ուղղակի բլոգի էջ, ոչ թե հենց կոնկրետ նյութի վրա։ Նոր հասկացա հիմա, որ հասկացա։ Դուք QR կոդը պատրաստեք այս հղումով, այսինքն այս հղումը վերցրեք, տարեք QR կոդ ստեղծելու ինչ-որ ծրագրում դրեք, ստեղծեք QR կոդ եւ տարածեք։ Այդ տարբերակն արեք։ Հա, աչ կլիկ ու այդ ստեղծեց QR կոդ, այդպես էի անում, դրա համար երևի սխալ է գնացել։ Հա, բան չի էլի, ինքը փակ չի, ինքը լրիվ կամ էլ դուք այս admin-ի էջի հղումն եք QR կոդ արել, կարող է դրանից է, ամեն դեպքում տեխնիկական փոքրիկ ինչ-որ բան է, որը շտկելը շատ հեշտ կլինի։ Շնորհակալություն շատ։ Մերի ջան, ձեր հարցը։
Շնորհակալություն ընկեր Ամիրխանյան ջան, ես մի քիչ շփոթում եմ կայք էջերի հետ, ուզում եմ հասկանալ, բլոգը նախագծայինով ստեղծեցինք, կենթածենք անգլերեն հայերեն բառարան, օրինակ, ու լռեցինք, էր գրառում չենք անում, մի տարի լռել ենք, հաջորդ տարի շարունակություն ենք դնում, բլոգը ինչ-որ խնդիր, փակվել եւ այլն, ժամկետի հետ կապված, ակտիվության հետ կապված, ինչ-որ բան ունի նման, թե չէ։ Ոչ։ Չի եղել, մենք 4 տարվա, 5 տարվա բլոգներ ունենք, իրանք կան, գիտեք, սրա փակվելը այն դեպքում կլինի, եթե ձեր Google Drive-ի հիշողությունը լցվի, այլևս չկարողանաք աշխատանքներ անեք։ Այդտեղ կարա խնդիր եղնի, ամեն դեպքում ձեր Google Drive-ի հետ է կապված, նույնը կա Google կայքերը, որ կարող եք կայք ստեղծել, այնտեղ մի քիչ ավելի շատ է խուճուճ-մուճուճ, բլոգը շատ ավելի հեշտ է, էլի, իրան օգտագործելը հեշտ է։ Անժելա ջան, ձեր հարցը։ Մի րոպե, բարև ձեզ։ Ուրեմն ինձ հետաքրքիր է բլոգին, որ անվանում ենք դնում, հետո հասցե է ուզում, ինչ հասցե ենք գրելու։ Դուք եք գրում, այսինքն դուք անգլերեն տառերով գրում եք հասցե, որով հետո կարող ենք գտնել ձեր էջը։ Բնականաբար այդ հասցեն դրեք հնարավորինս մոտ ձեր բլոգի անունին, օրինակ տեսեք, այս մեր Գոշի բլոգի անունը մենք դրել ենք Python գիծ Գոշ, սա մեր դրած անունն է, ինքը ձեզ միայն անգլերեն անուն է թույլ տալու տնեք, դուք ուրիշ լեզվով, եթե չեմ սխալվում, չենք կարողանում գրենք։ Հա, փաստորեն այդ հասցեն նախորդ գրանցված հասցե չի լինելու։ Չէ, դա դուք եք գրառում, բայց այսպես ասեմ, եթե հանկարծ ձեր դրած հասցեն, եկեք մի հատ այստեղ գրեմ փորձնական, ես հետո սրանք կջնվեի, գրեմ փորձնական, այս առաջի քայլերն անեմ, բայց միջև վերջ չեմ գնալ, տվեցի առաջ, այստեղ տեսեք ասում համացանցում օգտատերերը կգտնեն ձեր բլոգը այս վեբ հասցեով, հիմա մենք ենք այդ հասցեն գրում, գրեցի հասցե, հիմա եթե հանկարծ տես, բլոգի այս հասցեն հասանելի չէ, ինչ-որ մի բան պայմաններին համապատասխանում չէ, գրեմ հասցե փորձնական, գիծը թույլ է տալի, այնտեղ տեսակ տակի գիծը թույլ չտվեց օրինակ, որ տակի գիծ տնեմ, հետագա կետը թույլ կտա, թե չէ, կետն էլ չի թույլ տա, բայց սովորական ես որոշեցի ես ձև հասցե տնել և ինքը դա ստեղծում է նման հասցե, որով որ կարող ենք տարածել, այսպես ասեմ։ Եղավ, շնորհակալություն։ Ընտրեմ, Համեստուհի ջան։ Այ շատ կարոտած բարևներ, էլի ես եմ ես վիճակում եմ, նախ շատ ուրախ եմ, շատ ջերմ ողջույններ, շատ հաճելի էր քեզ լսել, մի քիչ ուժ միացային դեպի բարձունքով էինք տարված դպրոցի ձայներով, Փարքասով ոնց որ առաջին տեղում են, Հայաստանի դպրոցը, դեպի բարձունքն էլ այնտեղ մեզ զբաղեցրեց ահագին, հուսամ սկզբի ձայնագրությունը կտեսնեմ, ուրեմն ուզում եմ մի հատ տեղեկացնել, որ ձեր բլոգը Python-ին վերաբերվող անցած տարվա մեր, այսպես ասած, դասագիրքն էր, որովհետև 7-8-ի դասագրքեր չկային անցած տարի, բարեբախտաբար Go-ն է բան ունենք, պրոյեկտոր ունենք, երեխեքից շատերը ինտերնետ էլ որ չունենային, ես բացել եմ ու այնտեղով ենք աշխատել, ուզում եմ ասեմ, այնքան ուսանելու, այնքան լավ բաներ, 7-երը այնտեղից Python էին անում, 8-երին էլ ցույց էի տալիս որպես բլոգ, որովհետև ուսումնական նյութերի մեջ այնտեղ էլ բլոգներ ու շատ ոգևորված, այդ որ իմացա ինձ մի հատ շատ ծանոթ հարազատ բան բացվեց, մի խոսքով, մենք սա լավ ուսումնասիրել, բոլորիդ խորհուրդ կտամ, շատ լավ ուսումնասիրել, այնքան լավ գործիք է, այնքան լավ օգնական է, որ դրանից հետո մենք նախագծեր ենք արել, բլոգներ ենք ստեղծել, թեկուզ կիբերանվտանգության էջի փոխարեն, որը ծախսեր էր պահանջում, իսկ բլոգը մեզ անվճար հասանելի, իր QR կոդն ենք դրել, ընդ որում այնտեղ փոփոխություններ ենք անում QR կոդով արտացոլվում է, նորություններ եթե լինում են, ուղեցույց ենք ստեղծել կիբերանվտանգության եւ այդպես միշտ արդիական աշխատեցնում ենք։ Այսքանը։ Եվ կուզեմ իմանալ ծրագրեր կներկայացնեք, միշտ կապի մեջ կլինեմ բնականաբար։ Իրականում գաղափարները շատ են, հա, ընթացքում հետևեք էջում, երբ որ որոշենք, որ քննարկում ենք իրար հետ, որոշում ենք այս շաբաթ ինչ սեմինար անենք,
Հետևեք գրենք, վերնագրերը կդնենք, կհասկանաք, թե ինչ սեմինար ենք անելու հաջորդ շաբաթ օրը։ Այնպես որ էլի կլինի։ Խնդրում ենք մեկի հետ կապված բլոգի հղումը, եթե թույլ կտաք, չաթում տեղադրեք, որ օգտվեմ, եթե կարելի է, Python-ի հետ կապված առաջացնենք։ Խնդրում եմ, եթե թույլ կտաք, կներեք, ես ավարտեմ նյութի ներկայացումը, որովհետև ես ոնց հասկացա, արդեն շատ ենք շեղվում։ Եկեք, եթե բլոգ ստեղծելու հարցեր ունեք, խնդրում եմ այդ հարցերը, ես միջև հիմա իմ ասած քայլերի հետ կապված, եթե հարց ունեք, միայն դրանք։ Հղումը դնելը, օգտագործելը եւ այլն մնացած բաները ես ձեզ հնարավորություն կտամ կունենաք հնարավորություն արտահայտվելու եւ ձեր հարցերին պատասխանելու, բայց եթե իմ բովանդակությունը կիսատ մնաց, հետո շփոթելու եք, որից հետո ինչն էր։ Եթե հարցը կապված չի հենց ստեղծման հետ, եկեք հիշեք ձեր հարցերը անպայման, ես 5 րոպե ներկայացնեմ խմբագրման, ձևավորման հնարավորություններն էլ, ավարտեմ, արդեն դուք կարող եք ձեր հարցերը տալ ուսուցիչներ ջան, որ այսպես միտքը կիսած չմնա, էլի, եթե թույլ կտաք։ Հիմա սա մեր հոդվածներն էին, եթե ցանկանում եք հոդվածը խմբագրել, բնականաբար վրան սեղմում եք, խմբագրում եք, բայց մի հատ շատ կարևոր բան աշակերտներին էլ ձեզել, եթե դուք ինչ-որ մի բան խմբագրեցիք, անպայման այս թարմացնել կոճակին կսեղմեք, եթե առանց սրա դուրս եկաք էջից, ձեր կատարած աշխատանքները չի պահպանվելու, երբեմն ինտերնետը թույլ է լինում, երեխեք ուղղակի թարմացնելուն սեղմեն ու արագ դուրս են գալի, առանց ուշադիր լինելու արդյոք նորմալ թարմացվեց միջև վերջ, թե չէ։ Եթե նման խնդիր ունենում եք, թարմացնելուց հետո մի հատ նախադիտում արեք, վստահ եղեք, որ ձեր վերջի բոլոր խմբագրումները երևում են, պահպանվել են, հետո նորես սլաքով հետ գնալու դուրս եկեք ձեր բլոգի խմբագրման էջից։ Բնականաբար կարող ենք պիտակներ ավելացնել, եթե ինչ-որ պիտակներ ունենք, ուզում եք ինչ-որ ձևով նշել, կարող ենք ջնջել եւ սա եւս դիտման ռեժիմն է, որ այստեղ կա հնարավորություն։ Հաջորդը ձևավորում թեմաներն են, այն մյուս գործիքներ այդքան շատ չեմ օգտագործել, այս եկամուտ կա բան, եթե բիզնես էջ է, եթե նախատեսում եք ինչ-որ մանետիզացիա անել եւ այլն, այստեղ կան տարբեր թեմաներ, որոնք որ ցույց են տալի, թե ինչ տեսքով երևա մեր բլոգը։ Եկեք օրինակ սա, ընտրեմ տամ կիրառել, այս այն բացվածը մի հատ թարմացնեմ, տեսեք, որ դիզայնը փոխվեց, դարձավ այս տեսքը։ Այդպես երեխեքի հետ հավեսով ընտրեք մի հատ որևէ թեմա, որը որ կուզեն, իրենք փորձարկեն, ընդ որում միևնույնն է, բովանդակության հետ լինում են բովանդակություններ, որոնք իրենք են արդեն թելադրում, բոլորը անվճար տարբերակներ են, այսինքն այս գործիքները բոլորը անվճար են։ Շատ հանգիստ կարող եք ցանկացածը կիրառել։ Մի հատ էլ սա թարմացնեմ, տեսեք, այս մյուս տարբերակը, սա արդեն կողքից հնարավորություններ է տալիս, ինչ որ տվյալներ։ Կարգավորումներ կան, որտեղից կարող եք լեզուն փոխել, այստեղ տարբեր հատկություններ ունեն, ձևավորում բաժնից, դուք կարող եք տարբեր վահանակներ ավելացնել, այդ տեսեք ցույց է տալիս, թե կողքերից ինչ վահանակներ լինեն, օրինակ նայեք, մերը կա որոնում, անվանումը, այստեղ մեյլներ պիտի լինի միտեղ, մեյլն էլ կար, այս տարբերակում ցույց չի տալիս, հա, այս վերևը ցույց է տալիս, որ այստեղ կարող ենք գրել, գրառում անել եւ այլն, այս վահանակները դուք կարող եք ստանալ ձևավորումից, սրանք պիտի պարզապես, այսպես ասած, բզբզեք, փորձեք, երեխեքին առաջարկեք փորձարկումներ անեն, ամեն անգամ պահպանում եք, գալիս եք ձեր էջը ռեստարտ եք անում, տեսնում եք ինչը փոխվեց, ինչպես փոխվեց, ձեզ դուր է գալի, թե դուր չի գալի։ Ահա, եւ այսքանը հավանաբար, մի քանի հատ էլ ցույց տամ, ինչ ունենք, խոսվածքն ունենք, այս տոհմածառի բլոգը կիսատ, ասա դեռ ավարտին չենք հասցրել, ինքը կիսատ է, ունենք բլոգ մեր գյուղի, սրանք այս բլոգները մի 4 տարի առաջվա են, նոր են, որ թվայինի մեջ բլոգ բառը գիտեինք ու ինչ-որ միտեղ ցույց էր տված, որ նման բան կա, սկսեցինք բզբզել, այս գովազդ, դա մեր գյուղի բոլոր հյուրատների, նախագիծը, հենց հայոց լեզվից գովազդ թեման, այդ
ձևակերպումներ եւ այլն, իդեպ էս էլա Գոհարինը, ես ու Գոհարը իրար հետ շատ ակտիվ համագործակցում ենք եւ ոչ միայն իհարկե Գոհարը, այստեղ ունենք նաեւ օրինակ սպորտի հետ ֆիզկուլտուրայի եւ թվային գրագիտության նախագիծ, սա իմ ու մեր ֆիզկուլտուրայի ուսուցչի նախագիծն է, տեսեք, էս էլ էս դիզայնն ունի, ընդհանրապես առաջի հոդվածը մարմնամարզություն է, մյուսը սպորտի դրական բացասական ազդեցություն, սննդակարգ եւ օրվա ռեժիմ, այստեղ ունենք հենց նաեւ սպորտի պատմություն, ընդհանրապես սպորտի հետ կապված, այստեղ բավականին շատ բաներ կա դեղադրած էլի, ընթացքը տեսեք, նկարագրություններն, ինչպես ենք սկսել, ինչ մարմնամարզություն ենք ընտրել, դեպ մենք մի ամիս վարժվել է, մարմնամարզություն ենք արել, պարապել ենք, գնացել ենք շաբաթ 2-3 անգամ ֆիզկուլ դահլիճում 8-երն էին, 9-րդ դասարանցիների հետ սա արել ենք։ Հետո պարապմունքներից հետո փոխել ենք, մեզ միացել են այլ դասարանի աշակերտներ, հետագայում դառավ սա ծնողական այսպես գյուղի կանանց համար նախատեսված ֆիթնես ծրագիր գյուղի ակումբում, երբ որ արդեն մամանների երիտասարդ եւ ոչ միայն կանայք էին գալի, որ մենք սպորտով զբաղվենք միասին, այս ֆիզիկական տվյալներն են, օրինակ աշակերտների չափումները արել ենք սկզբից, հետո համեմատություններ ենք դրել եւ այստեղ մեր պարապմունքներից տեսանյութեր են, ու մենք սրանցով մի քանի բան ենք շարունակել։ Վարժություններ են կան, մի քիչ անշուկա բայց ամեն դեպքում մեր մարզումներն են 7-րդ օր, 10-րդ օր եւ այլն։ Այսինքն ընդհանուր ինֆորմացիան, սա էլ երկու տեսակի պրոդուկտ ունենք, մեկը հենց մեր սպորտային պարապմունքներն են որպես այդպիսին, մյուսը նա ֆիզկուլտուրայից եւ մյուսը սա որպես թվային գրագիտության պրոդուկտ առարկայի։ Ընդհանուր այսքանը ուսուցիչներ ջան բլոգի մասին, ընդ որում սա էլ ասեմ ու վերջ, ձեր բլոգի հղումը կարող եք տանել տեղադրել ձեր classroom-ի, օրինակ առաջադրանքների կամ ինչ-որ մի հատ նյութ ստեղծեք, օրինակ գրեք նկարագրություն, հայերեն գրեմ, նկարագրություն, այստեղ կարող եմ հղումը դնել, մեր բլոգի հղումը ավելացնել, այսինքն աշակերտները որպեսզի ամեն անգամ չընկնեն մանգան, թե այդ բլոգը որտեղ էր, այս բլոգը այստեղից կարող են ուսումնասիրել, եկեք հրապարակեմ, տեսեք, եթե ես սեղմեմ, մեր բլոգը կբացի, այսինքն ստացվեց, որ classroom-ը օգտագործեցինք որպես ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործիք, մեկ միասնական ամեն ինչ համախմբելով այստեղ, իսկ բլոգը կարելի է ներկայացնել որպես պրոդուկտ, ընդ որում ցանկացած առարկայից կարելի է բլոգը ներկայացնել որպես պրոդուկտ։ Նույնիսկ ձեր նախագծի ներկայացման համար կարիք չի լինի սահիկաշար ստեղծել, դուք անմիջապես կարող եք հենց ձեր բլոգը ներկայացնել։ Նայեք, մենք որպես սահիկաշար այս նախագծի ընթացքը մի հատ հոդված ենք ստեղծել եւ այստեղ դրել ենք իրական, եթե դուք նկարներ, բան ունեք, ընթացիկ ինչ-որ աշխատանքներ ունեք, կարող եք ձեր classroom-ի ինչ-որ էջերի սկրիններ անեք, ընթացիկ աշխատանքների եւ այլն, եւ այս նկարագրության կամ նախագծի ընթացքի մեջ տեղադրեք եւ ներկայացման ժամանակ աշակերտները ներկայացնեն հենց բլոգը, ներկայացնեն հենց classroom-ը, ցույց տան այս հարթակները եւ այստեղ բացարձակապես սահիկաշարի կարիք չի էլ լինի, եթե իհարկե չեք ցանկանում։ Եթե ցանկանում եք, կարող եք եւ նա ունենալ, եւ նա, ոչ մեկն էլ չի խանգարի, ասենք Canva-ով կամ հենց Google-ի սահիկաշար սարքեք ու classroom-ի մեջ տեղադրած մնա, կունենաք մեկ ամբողջական հարթակ։ Այսքանը ես արդեն պատրաստ եմ լսել ձեր հարցերը եւ այս պահին Տաթևիկը ունի հարց, խնդրեմ Տաթևիկ ջան։ Ձեզ Շուշանիկ ջան, մինչև հիմա սկզբնակ որպես արմատի խմբավար եմ օգտվել քո տեսանյութերից, հիմա արդեն սկսնակ ԹԳՀԳ-ի ուսուցիչ եմ, ոնց հասկացա, դասի ժամանակ դուք ընդհանուր մեյլով եք դասի ընթացքում աշխատում, հա, ճիշտ եմ հասկացել։ Այսինքն բոլոր երեխեքը նույն Gmail-ով են մտնում տարբեր համակարգիչներից, ու այդ դեպքում ինչքան արդյունավետ, ենթադրենք Python-ի ժամանակ մենք GDB on-line կոմպիլյատորով ենք աշխատում, հնարավոր է այդ դեպքում նույն Gmail-ով երբ որ պահում ենք խնդիրները արդեն առանձին յուրաքանչյուրը իրենց էջում, այդ դեպքում ոնց եք աշխատում, կարող է իր անունը գրի,
ամեն աշակերտ պահպանելուց իր անունը գրի։ Տեսեք, մենք GDP-ով չենք աշխատում, մենք համակարգչի մեջ քաշել ենք Python-ը, բայց եթե GDP-ով եք անում ու այնտեղ եք պահում, օրինակ ոնց պահեն, ենթադրենք 7-րդ դասարանն է, երեխեն գրում է 7, գիծ ա դնում գրում իր անունը, մի հատ է գիծ ա դնում գրում օրինակ խաղի անունը, ծրագրի անունը։ Այդ ձևով եւ դուք հետո կարող եք հեշտ գտնել, դուք որպես ուսուցիչ էլ մտնում եք այդ բոլոր պահպանած էջերը ու տեսնում եք բոլոր աշակերտների աշխատանքները մեկ տեղում։ Դե ոչ թե խնդիր կառաջանա, այլ կդինի իդեալական տարբերակ։ Եղավ, կփորձեմ օգտվեմ, որովհետև երեխեքի մի մասը Gmail-ի գաղտնաբառը չի հիշում, խնդիր առաջանում, խնդիրներն արդեն պահում ենք համակարգչի մեջ, այնտեղ արդեն ներբեռնելու տարբերակով։ Համակարգչի մեջ մենք պահում ենք, copy ենք անում մի հատ Word-ի ֆայլի մեջ, պարզապես copy paste ենք անում այդ նույն ֆայլի մեջ իրար հետևից դասավորած պահում։ Տարբերակները շատ են, այնպես որ կարող եք նաև ներբեռնել ոչ մի տարբերություն։ Իրականում ներբեռնած տարբերակը շատ ավելի լավն է։ Տարական ուղարկում եք նույն սկզբունքով, երբ որ մեյլ ուղարկել ստանալը սովորում եք նոր, էլի ընդհանուր նույն Gmail-ով եք աշխատում։ Այո, բոլորը բացում են այդ Gmail-ը, նամակ են գրում, պարզապես թեմայի մեջ իրենք իրենց անունն են գրում։ Հետո որ տեսնում են, արդեն անուններով վերևում է, որ ամեն մեկի գրած նամակը հասավ։ Դա շատ հարմար է, ոչ միայն բանն է, ես նույնիսկ այս պահին կարող եմ ցույց տալ, քանի որ թեման դրա հետ գնաց, բայց մենք ինձ թվում է Canva-ի հետ կապված էլ կունենանք մի հատ դասընթաց, ես ձեզ ցույց տամ նույն էս մեյլով բացած Canva-ն։ Գիտեք, այստեղ այնքան լավ կուլտուրա է ձևավորվել, որ ոչ մի երեխա, ոչ մեկի ստեղծած, ոչ մի աշխատանք դեռ փչացրած կամ ջնջած չկա։ Այսինքն նայեք մեր Canva-ն, այս նույն մեյլով բացված Canva-ը, բոլոր նախագծային աշխատանքները, բոլոր առարկաների, ինչ որ աշխատանքներ, ուղղակի գործնականներ, որոնք որ անում են, սա մեր այս տարիների ընթացքում մեր աշակերտների ստեղծված բոլոր Canva-ներն են, ոչ միայն աշակերտների։ Սա նախագծային աշխատանք, օրինակ, հավաստագրեր ունենք ստեղծած եւ այլն։ Այս քանի որ մեյլը բացված է եւ հասանելի է բոլորին, իրենք նույնիսկ տանից բացում են, լոգին են լինում, երեխեքը աշխատանքները կատարում են, նայեք ինչքան բլոգներ ունենք սարքած։ Այստեղ տեղեր կա, որ մի քիչ սկզբից հմուտ չէինք, անունները լավ չէինք դնում, հիմա արդեն նաև սովորում ենք, տեսեք, նայեք, մի 4-5 տարի արդեն ինչ բլոգները ստեղծում ենք, այս Canva-ով աշխատում ենք մի քանի տարի է, բայց այսքան բան է ու ամբողջական մի տեղ է, ում ինչ պետք է, երբեք ոչ մեկը չի կորցնում, էլի, հատկապես եթե մեկը մի տեղ է սարքում, մեկը մի տեղ, հետո պետք է լինում, բնականաբար կորչում է, իսկ այստեղ չի կորչում։ Սա այսպես ուղղակի։ Լավ, հաջորդը Անահիտ, ձեր հարցը։ Բարի երեկո, շնորհակալություն, շատ ուսանալի էր, շատ երկու հարց ունեմ, ճիշտ ասած ուզում եմ հասկանամ, եթե բլոգի մեջ նկատեցի, որ ձեր YouTube վիդեոները լրիվ YouTube-ում գցած է, լինքով եք տեղադրել, իսկ հնարավոր է հենց միանգամից մեջը գցենք։ Այո, հնարավոր է։ Ահա, ցույց տվեցի, ոչինչ խնդիր չի, մի հատ էլ ցույց կտամ։ Բնականաբար, որովհետև միշտ չի, որ YouTube-ից ենք բերում, մեր վիդեո գցելու գործիքին, որ սեղմում ենք, էսա տալիս է վերբեռնել համակարգչից եւ բնականաբար արդեն ընտրում ենք վերբեռնենք։ Բայց հիշեք, որ այս ֆայլերը ընկնում է ձեր Google դիսկի մեջ, Google Drive-ի մեջ եւ հիշողություն ա լցնում։ Դրա համար ավելի արդյունավետ է, որ այս նույն մեյլով դուք բացեք YouTube-յան էջ, այնտեղ տեղադրեք այս վիդեոները եւ հղումը բերեք դնեք բլոգում, որպեսզի ձեր Google Drive-ը չլցվի։ Այդ պահերը շատ կարևոր է։ Հետո դպրոցական միջոցառումները կարող եք տեղադրել ձեր այդ դպրոցի YouTube-յան էջում եւ այլն, այդպես համակարգված մի հատ է YouTube-յան էջ ունենաք։ Իդեպ Drive-ի հետ կապված ուսուցիչներ ջան, մի բան ասեմ, Classroom-ի դա մոռացա այդ պահը ցույց տամ, դա այդ հիշեցի։ Նայեք, ես բացեմ իմ Google դիսկը, երբ որ դուք ստեղծում եք Classroom, ձեր Google դիսկում ավտոմատ ստեղծում է այս Classroom թղթապանակը,
Եվ այն բոլոր ֆայլերը, որոնք որ, տեսեք, ես ես միած ինձ փորձնական classroom էի սարքել միջև հանդիպմանը միանալը, սա իմ classroom-ի անունն է, եւ եթե ես բացեմ, իր մեջ կգտնեք այն բոլոր աշխատանքները, այն բոլոր կցված ֆայլերը, նկարները եւ այլն, ոչ նյութերը տեսական գրված նյութը չէ, միայն բոլոր կցված ֆայլերը, ֆորմանները, ամեն ինչը այստեղ հավաքագրված է։ Ոչ մի բան օթում կախված չի, նույն classroom-ը դա կցված է ձեր Google Drive-ին, այսինքն classroom-ն էլ է Drive-ի հիշողությունի ստանում, blog-ն էլ է Drive-ի հիշողությունի ստանում, այդ ամեն ինչը դուք ի նկատի ունեցեք, հետո ժամանակի ընթացքում իրականում լցվելու է, բայց այնպես չի էլի, որ շատ նկարներ այդքան շատ չենք տեղադրում Ձայնը փակվեց։ Հա, որ մասը լսեցիք, այս հատվածը լսեցիք, ուրեմն որ classroom-ի ավտոմատ թղթապանակար ստեղծվում եւ բլոգի մեջ տեղադրված նյութերն էլ, այս classroom-ի մեջ տեղադրված նյութերն էլ զբաղեցնում են տարածք մեր Google Drive-ի հիշողությունից։ Այնպես որ սա ի նկատի ունեցեք, որ լցվի, ընթացքում չմտածեք էլի, թե որտեղից է լցվում ձեր Google Drive-ը։ Եղավ, շնորհակալություն եւ մի հարց էլ, այսինքն եթե ես ուզում եմ տեսնեմ բլոգում ինչ որ արդեն հոդվածներ կան իմ թեմայի վերաբերյալ, որպեսզի էլ չստեղծեմ, կարող եմ թե post որոնման տեղում գրեմ, թե արդեն պետքա հղումը լինի, որ ես կարողանամ բացել միանգամից։ Այսինքն ուրիշ տեղից ինչ որ նյութեր գտնեք, օրինակ, օրինակ ուզում եմ ջազի մասին ստեղծել, նախքան ստեղծելը ուզում եմ հասկանամ, դրա մեջ կա բլոգում ինչ որ արդեն ստեղծված հոդված, որպեսզի Չէ, սա ձեր անձնական էջն է, սա ձեր անձնական էջն է, դուք այստեղ տեսնում եք միայն այն, ինչ որ դուք ստեղծել եք, այստեղ չկա ստեղծված ոչ մի բան, այս բոլոր բլոգները, որ տեսնում եք, սրանք բոլորը մենք ենք ստեղծել։ Դա բարձր, ուզում էի տեսնել, կարող ենք ուրիշին էլ տեսնենք այդ ձևաչափով։ Չէ, դու ուրիշին ես սովորական Google-ով poisk որոնման տողում գրում եք ջազի մասին բլոգներ եւ տեսնում եք բոլոր այն բլոգները, որոնք կան։ Բայց գիտեք հարցը ինչի մեջ է, այստեղ հարցը նրա մեջ չի, որ կրկնվում է թե չէ։ Հարցը նրա մեջ է, որ դա լինելու է ձեր աշակերտների ստեղծածը։ Այսինքն, եթե ինչ-որ մեկ ստեղծել է բլոգ, դա դեռ չի նշանակում, որ ձեր աշակերտները ևս ունեն այդ հմտությունները ու միևնույնն է ինչ-որ բանով կտարբերվի, ինչ-որ մի հատ ստեղծագործական պահ կլինի, որը դա կլինի միայն ձերը։ Իսկ եթե դուք ուզում եք ձեր բլոգը զարգացնեք, տարածեք, դիտումներ հավաքեք եւ այլն, այսինքն ժամանակի ընթացքում անդադ իրեն ակտիվ պահեք, բնականաբար ընտրեք այնպիսի թեմա, որը որ շատ չի լինի, իդեպ մեր հայկական այս ինտերնետ տիրույթը այնքան շատ հնարավորություն ունի նոր բլոգ ստեղծելու, որովհետև հայկական նյութերը, հայկական կայքերը, հայկական լավ բովանդակությունները բավականին քիչ են, այնպես որ դուք շատ հանգիստ կարող եք գտնել ձեր համար ինչ-որ մի հատ տիրույթ, որը զբաղեցրած չի եւ շատ հանգիստ ստեղծել մի հատ բլոգ հայերենով։ Եղավ, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Աննա ջան, ձեզ լսեմ։ Բարի երեկո, ձեզ շնորհակալություն։ Հարցիս մի պատասխանի մի մասը ստացա նոր, հենց շնորհակալություն, որ պատասխանեցիք, այսինքն ուզում էի հասկանալ ստեղծված նյութերը կախված են դիսկի հետ, թե չէ, տարածք խլում են դիսկից, այո, հասկացանք, որ իսկ բլոգը եւ classroom-ը սահմանափակ տարածություն ունեն, թե անսահմանափակ են, ինչքան հնարավորություն ունեն, կարող ենք աշխատել։ Չէ, դուք կարող եք սահմանափակումը մեր Google դիսկի հետ է կապված, այսինքն դուք classroom-ի մեջ կարող եք այնքան աշխատել, մինչև որ ձեր Google դիսկը լցվի։ Այսինքն դիսկը մեյլի հետ է կապված, բնականաբար մեյլի տարածությունը ևս։ Չէ, դե հա, մեյլի նամակներն է, եթե հանկարծ ձեր հեռախոսի Google ֆոտոն օրինակ կցված է այդ նույն դիսկին, չնայած չեմ կարծում, որ Ներողություն եմ խնդրում, հենց հիմի կցված է, ես փակում եմ, բայց նորից բացվում, կցվում է, երևի հավանաբար պետք է ջնջեմ ընդհանրապես, որ չկցվի։ Չէ, պարզապես այստեղից Google ֆոտոների տեղ կա կարգավորումների, որ մտնում եք ջնջելու կարիք չկա, պիտի անջատեք բանը, այդ սինխրոնիզացիան, էլի։
հիմա չգիտեմ ինչի է բացվում, տվել է մասնագետը նույնիսկ փակել է ինֆորմատիկը նորից չգիտեմ ինչի տանում է Դրա համար դուք ամբողջ մի հատ ֆոտոները ուրիշ Gmail բացեք, նույն հեռախոսի համարով, եթե չեմ սխալվում, իննից ավել Gmail կարաք բացեք։ Մի հատ ուրիշ Gmail բացեք, այդ Gmail-ը կամ օգտագործեք ձեր աշխատանքների համար, կամ այդ նոր Gmail-ը կցեք ձեր Google ֆոտոին, այն մյուսը ջնջեք, թող այն մեկից չբեռնի նկարներն ավտոմատ։ Շնորհակալություն շատ եւ երկրորդ հարցը ես ոնց հասկացա նոր ասեցիք որ ուրիշի բլոգները չեն կարող տեսնել հա մենք ուրիշ աշխատանքները Ընդհակառակը մենք կարող ենք ուրիշի բլոգները տեսնել, բայց միայն դիտման ռեժիմով։ Հարցը մի քիչ ուրիշ էր, հարցը այն էր, որ այս բլոգի մեջ ինքը կարող է արդյոք որոնել եւ գտնել։ Այստեղ չենք գա, սա admin-ի էջն է, ադմինիստրատորի, այսինքն մեր որպես admin մտնում ենք մեր բլոգը խմբագրելու համար։ Մենք այստեղ չենք կարա, բայց եթե դուք ուզում եք, հիմա ես օրինակ մեր այս Python-ի հղումը դրել եմ այստեղի մեր chat-ում, հենց որ վիդեոն տեղադրվի, տեսեք, այս զրուցարանը բացել եմ եւ այս Python բլոգի հղումը դրել։ Հիմա որը տել բացեք, դուք սա ձեզ հասանելի է։ Իդեպ այս բլոգը աշակերտների ստեղծած բլոգն է, ասեմ, որ այնտեղ եթե դուք թերություններ տեսնեք, ինչ որ ոչ ամբողջական ինֆորմացիա, իմացեք, որ դա աշակերտների կատարած աշխատանքն է, նման բաներ եւս կհանդիպեք։ Այսինքն, երբ որ ես սա admin-ի էջն է, բայց ուզում եմ բլոգը դարձնել տրամադրել ուրիշներին, ներքև եք իջնում այս սաղ մասում, տեսեք կա դիտել բլոգը, սեղմում եք եւ այստեղ բերում է հենց բլոգի այն տարբերակը, որը որ կլինի հասանելի ուրիշների համար։ Այս վերևից հղումը կարող եք պատճենել ու տարածել, ցանկացած մարդ կարող է գտնել ձեր բլոգը։ Բնականաբար իմաստը նրա մեջ է, որ ուրիշները կարդան, եթե պիտի ստեղծենք միայն մեր համար, էլ ինչի համար ենք ստեղծում, մի քիչ իմաստը կորցնում է։ Շնորհակալ եմ շատ, ցանց է շատ շնորհակալություն մեծ աշխատանքի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Աննա ջան, ով էր հիմա դուք եք չէ ոնց որ թե նոր ձեռք բարձրացրեց Աննա Մելիքյան։ Ասում ես էի շնորհակալություն։ Հա, դուք եք չէ։ Ուրիշ հարցեր ունենք ուսուցիչներ ջան։ Չունենք ուրիշ հարցեր, ուրեմն կարող ենք ավարտել, շատ շնորհակալ եմ, որ միացա, շնորհակալ եմ, որ այս մոտ 2 ժամը համբերատար լսեցիք, հիմա հարցերի քիչ լինելը այս պահին 2 բանով եմ պայմանավորում, կամ շատ հասկանալի էր, կամ ամեն ինչ անհասկանալի էր, որովհետև հարցերի մեծ մասը առաջանալու են, երբ որ դուք սկսեք կիրառելը, իդեպ ես ձեզ կարող եմ չտրամադրեմ էլ, կարծում եմ դուք էլ կգտնեք YouTube-ում էլ բավականին լավ նյութեր կան Classroom-ների հետ կապված, եթե օգտագործելու ժամանակ խնդիր ունենաք, կարող եք նաև այնտեղով որոնել եւ գտնել։ Շատ շնորհակալություն հանդիպմանը մասնակցելու համար, հետևեք Գիտուսի էջին։ Շնորհակալ եմ։ Հետագայում եւս կլինեն նման թեմայով, նման թեմաներով հանդիպումներ կիրառական, այնպիսին, որ ուսուցիչները կարողանան օգտագործել իրենց աշխատանքի ընթացքում։ Ստեսություն, բարի Շնորհակալություն, ստեսություն։ Շնորհակալություն։ Տեսություն։ Կրեք շատ։ Ձայնագրություն Բարի արդեն գիշեր։ Բարի գիշեր։ Գոհար դուք փակես հանդիպումը ընդհանուր։ Այո։ Ձայնագրությունը Ձայնագրությունը ես ուշ միացա։ Ձայնագրությունը կտեղադրվի Գիտոսի Facebook-յան էջում, չէ՞։